Նա ընդամենը ուզում էր ավարտել հերթական հերթափոխն ու տուն վերադառնալ։ Բայց բարձրաշխարհիկ միջավայրում թույլ տված մի սայթաքում քիչ էր մնում ամեն ինչ կործաներ։ Այն պահին, երբ բոլորն սպասում էին նրա նվաստացմանը, նա հակահարված տալու քաջություն ունեցավ։ Եվ այդ անսպասելի քայլը ընդմիշտ փոխեց պատմության ընթացքը։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Լիլիթը երբեք չէր պատկերացնի, որ մատուցողուհու հասարակ աշխատանքը կարող է ընդմիշտ փոխել իր կյանքը։ Այդ շաբաթ երեկոյան Երանի Գրանդ Հոթել ի սրահը փայլում էր բյուրեղապակյա ջահերով, իսկ բաժակների զնգոցը խառնվում էր շշուկով արվող զրույցներին։ Նա 10-րդ անգամ ուղղեց իր գոգնոցը, փորձելով անտեսել ստամոքսի սեղմոցը։ Այդ գումարը նրան օդի պես անհրաժեշտ էր։ Երկուշաբթի օրը դեղատան հաշիվը պետք է փակվեր, իսկ մայրը տիկին Սիրանուշը չէր կարող մնալ առանց սրտի դեղերի։ Այդ աշխարհի իր աշխարհի միջ հակադրությունը ցցուն էր։ Այստեղ ֆրանսիական օծանելիքները խառնվում էին ներկրված շամպայնի բույրին։ Իր աշխարհում էժանագին լվացքի փոշու այն վարդերի բույրն էր, որոնք ինքն էր աճեցնում Մալաթիա թաղամասի իր փոքրիկ ծաղկի սրահում։ Բայց Լիլիթը վաղուց էր սովորել, որ արժանապատվությունը գին չունի, եթե պետք է սպասարկեր այդ մարդկանց, որպեսզի մոր կյանքն ու իր խանութը պահպաներ, դա կաներ գլուխը բարձր։ Դավիթ Մելիքյանը սրահին նայում էր այն մարդու անտարբերությամբ, ով ամեն ինչ 1000 անգամ տեսել է։ 34 տարեկանում գործարարը ղեկավարում էր մի շինարարական կայսրություն, որը երկնաքերեր էր կառուցում ամբողջ երկրում։ Նրա ազգանունը դռներ էր բացում, բանկային հաշվին ավելի շատ զրոներ կային, քան կարող էր հաշվել, իսկ շրջապատի կանայք մրցում էին նրա ուշադրության համար, կարծես նա լիներ երկրի վերջին տղամարդը։ Եվ գուցե այդպես էլ կար։ Վերջին հետաքրքիր տղամարդը արտաքին փայլի այդ կրկեսում։ Նա մեկ կում արեց ներկրված վիսկիից, հետելով իր գործընկերուհուն Մարինե Վարդանյանին, որը չափազանց բարձր ծիծաղում էր քաղաքապետի անհաջող կատակի վրա։ Մարինեն գեղեցիկ էր, արդյունավետ, լիովին կանխատեսելի։ Ինչպես բոլորը այստեղ։ Կանայք, որոնք այո էին ասում, նախքան նա կավարտեր նախադասությունը։ Որոնք համաձայնում էին ամեն ինչի հետ։ Որոնք երբեք, բացարձակապես երբեք, նրան չէին մարտահրավեր նետում։ Հենց այդ պահին նա տեսավ Լիլիթին։ Լիլիթն անցնում էր սրահով, հավասարակշռելով շամպայնի բաժակներով լի սկուտեղը։ Նրա մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Գուցե այն, թե ինչպես էին ուսերը ուղիղ մնում, չնայած շագանակագույն աչքերում նկատելի հոգնածությանը։ Գուցե այն, թե ինչպես էր կծում ստորին շուրթը, կենտրոնացած ոչինչ չգցելու վրա։ Կամ գուցե պարզապես այն փաստը, որ նա կարծես այդ վայրին չէր պատկանում, դա տարօրինակ կերպով նրան դարձնում էր սրահի ամենահետաքրքիր մարդը։ Դավիթը չնկատեց, թե երբ սկսեց նրան ավելի ուշադիր հետել։ Նա իր տիպը չէր։ Բարձրակրունկներ չէր կրում, ոչ էլ դիզայներական զգեստ։ Շագանակագույն մազերը հավաքված էին պարզ հանգույցով, իսկ եղունգները կարճ էին, առանց լաքի։ Բայց նրա մեջ մի չմշակված գեղեցկություն կար, մի իսկություն, որը նա տարիներ շարունակ չէր տեսել։ Լիլիթը զգում էր նրա հայացքի ծանրությունը, նախքան կհասկանար, թե որտեղից է այն գալիս։ Երբ վերջապես նրանց հայացքները հանդիպեցին, նա տարօրինակ բան զգաց կրծքում։ Դա հրապուրանք չէր։ Ճանաչում էր։ Կարծես այդ կապույտ ու հոգնած աչքերը ծանոթ լինեին այն հոգնածությանը, որը նա էր կրում։ Բայց նա արագ փախցրեց հայացքը։ Այդպիսի տղամարդիկ միայն խնդիրներ էին բերում։ Երեկոն ընթանում էր իր կանխատեսելի հունով, մինչ Լիլիթն անցավ բարի մոտ գտնվող մի խմբի կողքով։ Նա չտեսավ Մարինեի մեկնած ձեռքը, որը աշխույժ զրուցում էր, շուրջը չնայելով։ Գործադիր տնօրենի արմունկը ուղիղ հարվածեց Լիլիթի սկուտեղին։ Բաժակները թռան։ Շամպայնը ոսկեգույն ջրվեժի պես թափվեց մի բարձրաշխարհիկ տիկնոջ կարմիր զգեստի վրա, որը ճչաց, կարծես վայրի գազան լիներ հարձակվել։ Ամբողջ սրահը լռեց։ Լիլիթը զգաց, թե ինչպես սառեց արյունը երակներում։ Սա վերջն էր։ Մենեջերը նրան տեղնուտեղը կազատեր աշխատանքից։ Ինչպես էր վճարելու մոր դեղերի համար։ Ինչպես էր պահելու ծաղկի սրահը։ Բայց նախքան կկարողանար ներողություն խնդրել, զգաց, թե ինչպես մի ամուր ձեռք բռնեց իր բազկից։ Մենեջերն էր, պարոն Հովսեփը, դեմքը զայրույթից կարմրած։ Հետո հայտնվեց Դավիթը։ Նա դանդաղ, հաշվարկված քայլերով մոտեցավ նրանց։
Բոլորը հետում էին։ Երանի ամենահզոր գործարարը հետաքրքրվում է մատուցողուհու ստեղծած իրարանցումով։ Սա խոսակցությունների առիթ կդառնար։ Եվ հենց այդ պահին դա տեղի ունեցավ։ Լիլիթը հետո չկարողացավ բացատրել։ Գուցե կուտակված սթրեսն էր։ Գուցե հուսահատությունը։ Գուցե պարզապես այն, որ հոգնել էր նրանից, որ իրեն վերաբերվում էին, կարծես անտեսանելի լիներ։ Բայց երբ Դավիթը ձեռքը մեկնեց դեպի իրեն, այն ժպիտով, որին սովոր էր, թե բոլորը խոնարհվում են, թավշյա ձայնով ասաց, որ կվճարի վնասների համար, որ աղջիկը կարող է իրեն ուղեկցել, փոխհատուցումը քննարկելու, Լիլիթը կարմիր տեսավ։ Նա տեսավ ակնարկը նրա աչքերում։ Տեսավ շրթունքների անկյունում խաղացող ժպիտը։ Տեսավ, թե ինչպես նրա մատները շոշափեցին իր բազուկը մի մտերմությամբ, որը գոյություն չուներ։ Եվ հետո նրա ձեռքը թռավ։ Ապտակի ձայնը սրահում արձագանքեց կրակոցի պես։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ 200 մարդ միաժամանակ շունչը պահեց։ Մարինեն գցեց ձեռքի բաժակը։ Քաղաքապետը խեղդվեց ձիթապտղից։ Մենեջերը գունատվեց ուրվականի պես։ Իսկ Դավիթ Մելիքյանը, այն մարդը, ում ոչ ոք չէր համարձակվում հակառակվել, կանգնած էր այնտեղ, Լիլիթի ձեռքի կարմիր հետքը այրում էր նրա դեմքը։ Լիլիթը չսպասեց արձագանքին։ Հանեց գոգնոցը, գցեց գետնին, թագուհու արժանապատվությամբ քայլեց դեպի ելքը։ Ձեռքերը դողում էին, սիրտը խելահեղ բաբախում էր, բայց նա հետ չնայեց։ Թող գան հետանքները։ Գոնե կունենար այն բավարարվածությունը, որ կյանքում մեկ անգամ մի հզորի իր տեղը ցույց տվեց։ Բայց եթե Լիլիթը հետ նայեր, կտեսներ մի զարմանալի բան։ Դավիթը զայրացած չէր։ Նրա կապույտ աչքերը փայլում էին մի բանով, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Հիացմունք, հարգանք և մի ավելի խորը բան, որը դեռ չէր կարող անվանել։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը ոչ էր ասել։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը չէր խոնարհվել նրա փողի կամ ազգանվան առաջ։ Եվ Դավիթ Մելիքյանը, որ սովոր էր ամեն ինչ ունենալ, այդ գիշեր հայտնաբերեց, որ ուզում է ճանաչել այն կնոջը, ով քաջություն ունեցավ անել այն, ինչ ուրիշ ոչ ոք չէր անում։ Մարտահրավեր նետել իրեն։ Հաջորդ օրերը Լիլիթի համար մշուշի մեջ անցան։ Նա ամեն պահ սպասում էր, որ իրեն կդատեն, կբանտարկեն, գուցե նույնիսկ դատական կարգով կփակեն իր ծաղկի սրահը։ Բայց ոչինչ տեղի չունեցավ։ Լռությունը գրեթե ավելի վատ էր, քան ցանկացած պատիժ։ Նրբագեղություն ծաղկի սրահը գտնվում էր Մալաթիայի մի հանգիստ անկյունում, հացի փռի մթերային խանութի մեջ։ Տարածքը փոքր էր, բայց Լիլիթն այն վերածել էր ապաստարանի։ Վարդերը, արածաղիկները, շուշաններն ու երիցուկները տարածքը լցնում էին։ Գույներով ու բույրերով։ Հենց այստեղ էր նա իրեն խաղաղ զգում, հեռու շքեղ սրահներից այն մարդկանցից, որոնք նրան ստիպում էին իրեն փոքր զգալ։ Կարինեն, նրա լավագույն ընկերուհին, միակ աշխատակիցը, հետում էր, թե ինչպես է Լիլիթը կակաչների փունջը դասավորում անհրաժեշտից ավելի ուժգին։ Թերթիկները կպոկես, աղջիկ, ասաց Կարինեն, հենվելով վաճառասեղանին։ Դեռ այն գործարարի մասին ես մտածում։ Լիլիթը փնչացրեց։ Նրա մասին չեմ մտածում։ Մտածում եմ, թե ինչպես եմ այս ամսվա հաշիվները փակելու առանց մատուցողուհու հավելյալ գումարի։ Դու ճիշտ վարվեցիր։ Ոչ մի տղամարդ իրավունք չունի քեզ այդպես դիպչելու։ Գիտեմ։ Բայց ճիշտը հաշիվներ չի փակում։ Դռան զանգը հնչեց, երկուսն էլ հայացքները բարձրացրին։ Ներս մտած տղամարդը չէր նմանվում այն տիպին, որը հաճախում էր այդ թաղամաս։ Անթերի կոստյում, փայլուն իտալական կոշիկներ, ժամացույց, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան խանութի ամբողջ տեսականին։ Բայց Դավիթը չէր։ Մեկն էր, ում Լիլիթը երբեք չէր տեսել։ Բար ձեզ։ Ես Հայկ Թելունցն եմ, պարոն Դավիթ Մելիքյանի փաստաբանը։ Լիլիթը զգաց, թե ինչպես գետինը փախավ ոտքերի տակից։ Կարինեն բռնեց նրա բազկից, ի նշան զորակցության։ Եկել եմ սա հանձնելու։ Փաստաբանը մեկնեց մի ծրար։ Աշխատանքի առաջարկ է։ Լիլիթը դողացող մատներով խլեց ծրարը նրա ձեռքից բացեց։ Ներսում չեք կար։ Այնքան զրոներով չեք, որ նա ստիպված եղավ 3 անգամ հաշվել, համոզվելու համար, որ չի սխալվում։ Սա սխալմունք է։ Ոչ։
Պարոն Մելիքյանը կցանկանար ձեր ծաղկի սրահի ծառայություններից օգտվել Մելիքյան Շինհոլդինգ-ի բոլոր ընկերությունների համար շաբաթական ծաղկեփնջեր մատակարարելու համար։ Կանխավճարը առաջին ամսվա համար է։ Լիլիթը նայեց Կարինեին, որի աչքերը լայն բացվել էին։ Եվ ինչ է նա ուզում դրա դիմաց։ Ծաղիկներ, օրիորդ։ Միայն ծաղիկներ։ Երբ փաստաբանը դուրս եկավ, Լիլիթն ընկավ վաճառասեղանի հետի աթոռին։ Կարինեն վերցրեց չեկը նրա ձեռքերից նայեց դրան, կարծես պայթելու պատրաստ ռումբ լիներ։ Սա խելագարություն է։ Ոչ ոք այսքան գումար չի վճարում միայն ծաղիկների համար։ Հենց դա։ Նա ինչ-որ բան է ուզում։ Ուրեմն հետ տուր գումարը։ Լիլիթը շուրջը նայեց փոքրիկ խանութին։ Տեսավ պատերը, որոնք ներկելու կարիք ունեին։ Սառնարանը, որը տարօրինակ ձայն էր հանում։ Դարակում կուտակված ուշացած հաշիվները։ Մտածեց մոր մասին, որն ավելի լավ բուժման էր արժանի։ Մտածեց, թե որքան երկար էր աշխատել այդ երազանքը կենդանի պահելու համար։ Չեմ կարող հետ տալ։ Ինձ պետք է այս գումարը։ Բայց եթե նա ծաղիկներից բացի ուրիշ բան ուզենա։ Լիլիթը վճռականորեն նայեց ընկերուհուն։ Այդ դեպքում նա կհասկանա, որ արժանապատվությունը չի գնվում։ Ես կընդունեմ աշխատանքը։ Բայց իմ պայմաններով։ Այն, ինչ Լիլիթը չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին Դավիթը գտնվում էր իր գրասենյակի 23-րդ հարկում, նայում էր համայնապատկերային պատուհանից այն քաղաքին, որը կառուցելուն ինքն էր օգնել, տարիների մեջ առաջին անգամ բիզնեսի մասին չէր մտածում։ Մտածում էր մարտահրավեր նետող շագանակագույն աչքերի մի ձեռքի մասին, որը դեռ այրում էր իր այտը։ Մարինեն ներս մտավ առանց թակելու, ինչպես միշտ։ Դավիթ, պետք է խոսենք քաղաքապետարանի հետ պայմանագրի մասին։ Հետո պատասխանեց նա, հայացքը պատուհանից չկտրելով։ Հրատապ է։ Ես ասացի, հետո, Մարինե։ Գործադիր տնօրենը կկոցեց աչքերը։ Ինչ-որ բան փոխվել էր։ Դավիթը երբեք հանդիպումներ չէր հետաձգում։ Երբեք չէր անտեսում կարոր պայմանագրերը։ Եվ կար այն հեռավոր հայացքը, որը նա չէր ճանաչում։ Սա այն մատուցողուհու հետ կապ ունի։ Դավիթը վերջապես շրջվեց։ Նրա դեմքն անթափանց դիմակ էր։ Չգիտեմ, ինչի մասին ես խոսում։ Ամբողջ քաղաքն է խոսում, Դավիթ։ Դու մի ամբողջ կարողություն ես վճարել նրա ծաղկի սրահը վարձելու համար։ Մարդիկ խոսում են։ Նա ուսերը թոթվեց։ Թող խոսեն։ Մարինեն երկու քայլ արեց դեպի նա, ձայնը ցածր ու վտանգավոր։ Մի սիրահարվիր, Դավիթ։ Նրա նման կանայք միայն մի բան են ուզում։ Փող։ Եվ դու դա գիտես, որովհետև ես կին եմ։ Եվ գիտեմ, թե մենք ինչպես ենք գործում։ Դավիթը ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ հումոր չկար։ Այսինքն դու ասում ես, որ բոլոր կանայք շահամոլ են։ Ասում եմ, որ բոլոր կանայք գին ունեն։ Ոմանք պարզապես ավելի թանկ են, քան մյուսները։ Նա նորից նայեց պատուհանից դուրս։ Կարող ես գնալ, Մարինե։ Ես աշխատանք ունեմ։ Երբ նորից մենակ մնաց, Դավիթը հանեց դրամապանակը միջից հանեց մի ճմրթված թուղթ։ Դա այն գոգնոցն էր, որը Լիլիթը գցել էր գետնին միջոցառման երեկոյան։ Նա վերցրել էր այն, նախքան որը մեկը կնկատեր։ Այդ կտորից ծաղիկների վճռականության բույր էր գալիս։ Եվ իր հասուն կյանքում առաջին անգամ Դավիթ Մելիքյանը զգաց մի բան, որ այլս չգիտեր, թե ունակ է զգալու։ Հույս։ Հաջորդ շաբաթները Լիլիթի համար տարօրինակ էին։ Ամեն օր առաքման ընկերության վարորդը գալիս էր ծաղկի սրահ, ծաղկեփնջերը տանելու։ Լիլիթը յուրաքանչյուրի վրա մեծ սիրով էր աշխատում, ընտրելով ամենագեղեցիկ ծաղիկները, անելով համադրություններ, որոնք երբեք չէր փորձել։ Այո, դա իր աշխատանքն էր, բայց նա իր հպարտությունը։ Կարոր չէր, թե ով էր վճարում։ Ծաղիկներն արժանի էին իր լավագույնին։ Երրորդ շաբաթը նա հայտնվեց։ Լիլիթը հետի պահեստում էր, երբ լսեց Կարինեի ձայնը, որը զարմանքի տագնապի խառնուրդով էր հնչում։ Նա ձեռքերը սրբեց գոգնոցին գնաց խանութի դիմացի հատված։ Դավիթն այնտեղ էր, մենակ, առանց թիկնապահների, առանց կոստյումի։ Հագին պարզ սպիտակ վերնաշապիկ էր, ջինսե տաբատ։ Գրեթե սովորական տեսք ուներ։ Գրեթե։ Օրիորդ Լիլիթ։ Պարոն Մելիքյան։
Եկել եմ տեսնելու, թե ինչպես է ընթանում աշխատանքը։ Կարող եք ստուգել։ Կարինեն ուղարկել է առաքված ծաղկեփնջերի նկարները։ Որակին չեմ կասկածում։ Այլ պատճառով եմ եկել։ Լիլիթը ձեռքերը խաչեց։ Գիտեր, որ սա պետք է տեղի ունենար։ Եթե եկել եք ինձ գումար առաջարկելու մի բանի համար, որը ծաղիկ չէ, կարող եք գնալ։ Դավիթը ժպտաց։ Այս անգամ անկեղծ ժպիտ էր, որը հասնում էր աչքերին։ Եկել եմ ձեզ ճաշի հրավիրելու։ Ոչ։ Ընդամենը ճաշ։ Ուզում եմ ձեզ ավելի լավ ճանաչել։ Իսկ ես չեմ ուզում ձեզ ճանաչել։ Ինչո՞վ։ Որովհետև ձեզ նման տղամարդիկ ինձ նման կանանց ճաշի չեն հրավիրում ուղղակի այնպես։ Միշտ երկրորդ մտադրություն կա։ Իսկ եթե ասեմ, որ երկրորդ մտադրությունը պարզապես ձեր ընկերակցությունն է։ Լիլիթը ծիծաղեց, բայց դա ուրախ ծիծաղ չէր։ Խնդրում եմ։ Դուք կարող եք ունենալ ում ուզենաք։ Ինչու ես։ Դավիթը մի քայլ առաջ արեց։ Նրա հայացքում անկեղծություն կար։ Որովհետև դուք տարիների մեջ միակ մարդն էիք, ով ինձ վերաբերվեց որպես մարդու։ Ոչ թե որպես բանկային հաշվի։ Ոչ թե որպես ազգանվան։ Դուք ինձ ապտակեցիք, երբ արժանի էի։ Եվ գիտեք ինչ։ Դա ամենաազնիվ արարքն էր, որ ինչ-որ մեկը երբ է արել է ինձ հետ։ Լիլիթը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Սրան չէր սպասում։ Սպասում էր ամբարտավանության, գոռոզության, գուցե նույնիսկ շանտաժի։ Բայց ոչ խոցելիության։ Ես պետք է աշխատեմ, ասաց նա, բայց ձայնն ավելի թույլ հնչեց, քան մտադրվել էր։ Մի ճաշ։ Ընդամենը մեկ։ Եթե ինձ անտանելի համարեք, այլս երբեք այստեղ չեմ գա։ Խոստանում եմ։ Կարինեն կոկորդը մաքրեց վաճառասեղանի հետում։ Գնա, Լիլիթ։ Ընդամենը մի ճաշ է։ Ինչ կարող է պատահել։ Լիլիթը նայեց Կարինեին, հետո Դավիթին։ Գիտեր, որ սխալ է գործում։ Գիտեր, որ տարբեր աշխարհները չեն խառնվում։ Բայց այդ կապույտ աչքերում մի բան կար, որը նրան ստիպում էր հավատալ, որ գուցե, միայն գուցե, սխալվում է։ Լավ։ Մի ճաշ։ Բայց ոչ մի շքեղ ռեստորան։ Կուտենք այնտեղ, որտեղ ես կընտրեմ։ Դավիթը նորից ժպտաց։ Պայմանավորվեցինք։ Եվ այսպես ծաղիկների մի պարզ խոստման միջ սկսվեց մի բան, որին նրանցից ոչ ոք պատրաստ չէր դիմակայելու։ Մի բան, որը ընդմիշտ կփոխեր նրանց կյանքը։ Սիրում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն կավարտվի։ Լիլիթն ընտրեց մի վայր, որտեղ գիտեր, որ նա երբեք չէր գնա։ Մալաթիայի շուկան մի առոտ շաբաթ օր մրգերի, բանջարեղենի կրպակների բարձրաձայն իրենց ապրանքը գովազդող վաճառողների ձայների միջ։ Դավիթը հայտնվեց ուղիղ ժամը 11-ին, Լիլիթը չկարողացավ թաքցնել ժպիտը, տեսնելով նրա արտահայտությունը այդ տեսարանի առջ։ Երբեք շուկայում չես եղել, հարցրեց նա զվարթ։ Մանկուց ի վեր, ոչ։ Դե, բարի գալուստ իրական աշխարհ։ Նրանք քայլում էին կրպակների միջով։ Լիլիթը բոլորին ողջունում էր։ Պապիկ Գորգը, բանջարեղեն վաճառողը, պնդեց, որ հարցնի, թե ինչպես է տիկին Սիրանուշը։ Մորքուր Անահիտը, համեմունքների կրպակից, լայն ժպտաց ամուր գրկեց Լիլիթին, Դավիթին գլխից մինչ ոտք կասկածամիտ հայացքով չափելով։ Եվ չեբուրեկիի կրպակի մոտ Լիլիթը կանգ առավ։ Երանի լավագույն չեբուրեկին։ Վստահիր ինձ։ Դավիթը նայեց պարզ կրպակին, որտեղ տաք ձեթը եռում էր, հետո Լիլիթին։ Նա իրեն նայում էր այն մարտահրավեր նետող աչքերով, սպասելով, որ նա կհրաժարվի, կասի, որ սա իր տեղը չէ։ Ուրեմն 2 չեբուրեկի։ Ինչով խորհուրդ կտաս։ Լիլիթի ժպիտն անկեղծ էր։ Մսով։ Միշտ մսով։ Նրանք նստեցին կրպակի կողքի կարմիր պլաստմասե աթոռին, ձեռքերին տաք-տաք չեբուրեկիներ զովացուցիչ ըմպելիքի սառը տուփեր։ Դավիթն առաջին պատառը գծեց փակեց աչքերը։ Աստված իմ։ Լավն է, հա։ Չէի պատկերացնում, որ այսքան պարզ բանը կարող է այսքան կատարյալ լինել։ Լիլիթը ծիծաղեց։ Դա է ձեր, հարուստներիդ խնդիրը։ Կարծում եք, որ կյանքի լավագույն բաները պետք է թանկ արժենան։ Իսկ դու կարծում ես, ոչ։ Գիտեմ, որ ոչ։
կյանքի լավագույն բաները անվճար են։ Արը դեմքիդ։ Անձրի բույրը։ Բացվող վարդը։ Պարզապես պետք է դադարես բավականաչափ երկար վեր նայելուց, որպեսզի դրանք տեսնես։ Դավիթը լուռ նայում էր նրան։ Նրա մեջ մի իմաստություն կար, որը ոչ մի գումարով չէիր գնի։ Մի խաղաղություն, որը նա երբեք չէր ունեցել, չնայած իր ողջ հաջողությանը։ Պատմիր քո մասին, խնդրեց նա։ Ինչ ես ուզում իմանալ։ Ամեն ինչ։ Ինչպես ծաղկավաճառը հայտնվեց միջոցառումներ սպասարկելիս։ Լիլիթը ուսերը թոթվեց։ Միայն ծաղկի սրահը հաշիվները չի փակում։ Մայրս հիվանդ է։ Դեղերը թանկ են։ Այդ պատճառով հավելյալ աշխատանք էի անում որպես մատուցողուհի։ Բայց այն օրվանից հետո կարծում եմ այդ աշխատանքն ինձ համար ավարտվեց։ Իմ պատճառով։ Իմ պատճառով։ Ես էի, որ կորցրի ինքնատիրապետումը։ Ես արժանի էի։ Արժանի էիր, համաձայնեց Լիլիթը։ Բայց չպետք է այդպես անեի։ Կարող էի ամեն ինչ կործանել։ Խանութը, մորս ապրուստը։ Ամեն ինչ։ Եվ այնուամենայնիվ արեցիր։ Այնուամենայնիվ արեցի։ Ինչո՞վ։ Լիլիթը նայեց նրան։ Որովհետև ամեն ինչ սահման ունի։ Ես կարող եմ աղքատ լինել։ Կարող եմ այդ աշխատանքի կարիքն ունենալ։ Բայց արժանապատվությունս ինձնից ոչ ոք չի խլի։ Ոչ ոք ինձ առանց թույլտվության չի դիպչի։ Կարևոր չէ, թե որքան փող ունի հաշվին։ Դավիթը զգաց, թե ինչպես մի բան սեղմվեց կրծքում։ Հիացմունք։ Ահա թե ինչ։ Մաքուր պարզ հիացմունք այս կնոջ հանդեպ, ով նախընտրեց ամեն ինչ վտանգել, քան խոնարհվել։ Իսկ դո՞, հարցրեց Լիլիթը։ Ինչպիսին է լինել Դավիթ Մելիքյան։ Հոգնեցուցիչ։ Խե։ Երի շատ դժվար է այդքան փող ունենալը։ Դավիթը ծիծաղեց։ Դու չես հասկանում։ Փողը հեշտ մասն է։ Հոգնեցուցիչ է այն ամենը, ինչ դրա հետ է գալիս։ Մարդիկ, որոնք ինչ-որ բան են ուզում։ Նրանք, ովքեր ձացնում են, թե քեզ սիրում են։ Նրանք, ովքեր ամեն ինչի հետ համաձայնում են։ Կարծես ապրում ես մի պղպջակի մեջ, որտեղ ոչ ոք իրական չէ։ Իսկ ես եմ իրական։ Դու ամենաիրական մարդն ես, ում երբե հանդիպել եմ։ Նրանք մի պահ լուռ մնացին, շուկայի աղմուկը նրանց ծածկոցի պես շրջապատում էր։ Այնտեղ ինչ-որ բան էր տեղի ունենում, մի բան, որը նրանցից ոչ ոք պատրաստ չէր խոստովանելու։ Կապ։ Լուռ փոխհմբռնում։ Կարո՞ղ եմ քեզ նորից տեսնել, հարցրեց Դավիթը, երբ վերջացրին ուտելը։ Լիլիթը տատանվեց։ Գիտեր, որ պետք է ոչ ասի։ Որ դրանից լավ բան դուրս չի գա։ Բայց նրա աչքերում անկեղծություն կար։ Եվ մի մենություն, որը նա ճանաչում էր, որովհետև նույն ինքն էր կրում։ Գուցե։ Դա այն ամենն էր, ինչ նա պետք է լսեր։ Օրերը վերածվեցին շաբաթների, իսկ շաբաթները ամիսների։ Դավիթը սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել ծաղկի սրահում։ Միշտ մի պատրվակով։ Ուզում էր ստուգել ծաղկեփնջերի որակը։ Պետք էր քննարկել նոր պայմանագրեր։ Միջոցառման համար ծաղիկների վերաբերյալ հարց ուներ։ Լիլիթը տեսնում էր բոլոր պատրվակների միջով, բայց նրան դուրս չէր անում։ Նրանք սկսեցին հանդիպել։ Միշտ պարզ վայրերում, որոնք ընտրում էր Լիլիթը։ Անկյունի հացի փուռը, սուրճի թխվածքի համար։ Հաղթանակի զբոսայգին, երեկոյան զբոսանքի համար։ Թաղամասի կինոթատրոնը, որտեղ մաշված բազկաթոռներին նստած ազգային ֆիլմ դիտեցին։ Եվ ամեն հանդիպման հետ Դավիթը հայտնաբերում էր մի աշխարհ, որը մոռացել էր, թե գոյություն ունի։ Հայտնաբերեց ձեռք ձեռքի տված քայլելու հաճույքը, առանց հետաքրքրասեր հայացքների։ Տիկին Սիրանուշի պատրաստած տնական գաթայի համը, ով պնդել էր ծանոթանալ այն տղայի հետ, ում հետ իր աղջիկը հանդիպում էր։ Այգում օդապարուկ թռցնելու ուրախությունը, մի բան, որը չէր արել 8 տարեկանից ի վեր։ Իսկ Լիլիթն իր հերթին հայտնաբերում էր տղամարդուն ազգանվան հետում։ Հայտնաբերեց, որ Դավիթը սիրում է թունդ սուրճ ատում է ձիթապտուղ, որ վախենում է բարձրությունից, չնայած հսկայական շենքեր կառուցելուն, որ կորցրել է հորը 15 տարեկանում այդ օրվանից կրում է ընտանիքի ազգանունը պատվով պահելու բեռը,
որ մենակ է, խորապես մենակ, չնայած միշտ շրջապատված է մարդկանցով։ Կարինեն աճող անհանգստությամբ հետում էր ամեն ինչին։ Դու սիրահարվում ես, ասաց նա մի օր, երբ խանութում ծաղիկներն էին դասավորում։ Չեմ սիրահարվում։ Լիլիթ, ես քեզ ճանաչում եմ մանկուց։ Դու սիրահարվում ես։ Նույնիսկ եթե այդպես լինի, ոչինչ չի ստացվի։ Մենք տարբեր աշխարհներից ենք։ Սերը տարբեր աշխարհների մասին չի մտածում։ Աշխարհն է մտածում, Կարինե։ Եվ մարդիկ նույնպես։ Կարծում ես, նրա ընտանիքը կհավանի, որ նրա ընկերները կընդունեն։ Ես Մալաթիայից ծաղկավաճառ եմ։ Նա Դավիթ Մելիքյանն է։ Ինչ տարբերություն։ Դու հրաշալի ես։ Ցանկացած մեկի բախտը կբերեր քեզ հետ լինելու համար։ Լիլիթը ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր։ Դու իմ լավագույն ընկերուհին ես։ Իհարկե, այդպես կասես։ Բայց Կարինեի խոսքերը մնացին նրա մտքում։ Եվ գիշերը, երբ մենակ էր իր փոքրիկ բնակարանում, Լիլիթը բռնեց իրեն նրա մասին մտածելիս։ Այն ժպիտի մասին, որը նա ցույց էր տալիս միայն, երբ միասին էին։ Այն, թե ինչպես էին նրա կապույտ աչքերը փայլում, երբ խանութի պատմություններ էր պատմում։ Նրա մատների նուրբ հպման մասին, երբ ձեռք ձեռքի տված քայլում էին։ Սիրահարվում էր։ Եվ դա նրան սարսափեցնում էր։ Դավիթը նույնպես պայքարում էր իր սեփական դերի դեմ։ Մարինեն աշխատանքում ճնշումն ավելացնում էր։ Ընկերության խորհրդի անդամները սկսում էին հարցեր տալ նրա մշտական բացակայությունների մասին։ Եվ մեկնաբանությունները, այդ անիծյալ մեկնաբանությունները։ Մարդիկ խոսում էին։ Ասում էին, որ նա ցրված է, որ սխալ է գործում, որ այդ կինը կարող է միայն իր փողով հետաքրքրված լինել։ Խորհրդի լարված նիստերից մեկում ամեն ինչ հասավ իր գագաթնակետին։ Դավիթ, դու շատ ես բացակայում, սկսեց Ալբերտ Մինասյանը, ընկերության ամենահին խորհրդականը։ Նախագծերը հետաձգվում են։ Բոլորը վերահսկողության տակ են։ Ոչ, միջամտեց Մարինեն։ Քաղաքապետարանի հետ պայմանագիրը 2 շաբաթ է, քո ստորագրությանն է սպասում։ Հարավային թաղամասի արտրի կենտրոնի նախագիծը կանգնած է։ Դու չես ներկայացել ներդրողների հետ վերջին 3 հանդիպումներին։ Ես այլ պարտավորություններ ունեմ։ Ծաղկավաճառի հետ, հարցրեց Մարինեն, ձայնի թույնը շոշափելի էր։ Սենյակում լռությունը ծանր էր։ Դա այս սեղանի շուրջ նստածներից ոչ մեկի գործը չէ, պատասխանեց Դավիթը, ձայնը ցածր ու վտանգավոր։ Դա մեր գործն է, երբ ազդում է ընկերության վրա, ասաց Ալբերտը։ Դու նախագահն ես։ Պատասխանատվություն ունես։ Եվ ես դրանք կատարում եմ։ Ապա, ապացուցիր։ Մարինեն հենվեց սեղանին։ Ստորագրիր պայմանագիրը։ Ներկայացիր հանդիպումներին։ Եվ Աստծու սիրուն, վերջ տուր այդ անհեթեթ հարաբերություններին, նախքան դա սկանդալի կվերածվի։ Դավիթը դանդաղ բարձրացավ։ Նրա աչքերը սահեցին սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր դեմքի վրայով։ Մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել էր։ Մարդիկ, որոնց վստահում էր։ Այս հանդիպումն ավարտված է։ Նա դուրս եկավ, շրխկացնելով դուռը։ Այդ գիշեր Դավիթը հայտնվեց ծաղկի սրահում, երբ Լիլիթն արդեն փակել էր։ Նա վերջացնում էր վաճառասեղանը մաքրելը, երբ լսեց դռան թակոցը։ Տեսնելով նրա դեմքը, հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել։ Դավիթը ներս մտավ, հենվեց վաճառասեղանին, ձեռքերն անցկացնելով մազերի միջով։ Նրանք ուզում են, որ ես ընտրեմ։ Ընկերությունը, թե քեզ։ Լիլիթը զգաց, թե ինչպես սիրտը կանգ առավ։ Միշտ գիտեր, որ այս պահը կգա։ Ուրեմն ընտրիր ընկերությունը։ Դա քո կյանքն է։ Քո ժառանգությունը։ Իսկ եթե չուզեմ։ Դավիթ, իրատես եղիր։ Դու կայսրություն ունես։ Ես ծաղկի սրահ ունեմ, տանիքից կաթացող։ Դու քաղաքապետների հետ ես ճաշում։ Ես բրինձ ու լոբի եմ ճաշում։ Սա երբեք չէր ստացվի։ Նա 2 քայլ արեց դեպի նա։ Ինչո՞վ։ Որովհետև աշխարհն այդպես չի աշխատում։ Հեքիաթներ գոյություն չունեն։ Իսկ եթե ես ուզեմ փորձել։ Եթե ուզեմ ապացուցել, որ դու սխալվում ես։ Լիլիթը զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին աչքերը։
Ինչու ես դա անում։ Ինչու ես ամեն ինչ բարդացնում։ Որովհետև սիրահարվել եմ քեզ, պարզ ասաց Դավիթը։ Որովհետև տարիների մեջ առաջին անգամ արթնանում եմ ուզենալով տեսնել արածակը։ Որովհետև երբ քեզ հետ եմ, ինձ կենդանի եմ զգում։ Որովհետև դու ինձ ստիպում ես ավելի լավ մարդ դառնալ։ Արցունքները թափվեցին։ Լիլիթը չկարողացավ զսպել դրանք։ Ես էլ եմ սիրահարվել քեզ։ Եվ հենց դրա համար գիտեմ, որ չի ստացվի։ Սերը միայն զգացմունք չէ։ Իրական կյանք է։ Հաշիվներ են, պարտավորություններ, աշխարհներ, որոնք պետք է համապատասխանեն։ Իսկ մերոնք չեն համապատասխանում։ Ուրեմն մենք կստիպենք, որ համապատասխանեն։ Ինչպե՞ս։ Վստահիր ինձ։ Պարզապես վստահիր։ Եվ Լիլիթը, հակառակ իր ինքնապաշտպանության բոլոր բնազդներին, վստահեց։ Հաջորդ ամիսները մի երջանկության շրջան էին, որը Լիլիթը երբեք չէր պատկերացրել։ Դավիթը չհանձնվեց։ Նա դիմակայեց խորհրդին, դիմակայեց Մարինեին, դիմակայեց չարախոսություններին։ Եվ ամենակարևորը, նա գործով ապացուցեց, որ իր խոսքերը ճշմարիտ են։ Նա ամեն օր գալիս էր ծաղկի սրահ։ Ոչ թե վերահսկելու կամ ստուգելու, այլ օգնելու։ Սովորեց ծաղկեփնջեր պատրաստել, թե նրա ստեղծածները ծուռ էին ստացվում։ Սովորեց յուրաքանչյուր ծաղկի անունը, դրանց սեզոնները, խնամքը։ Զրուցում էր հաճախորդների հետ, արկղեր էր տեղափոխում, հատակներ ավլում։ Եվ կամաց-կամաց թաղամասի մարդիկ սկսեցին նրան ընդունել։ Պապիկ Գորգը դադարեց խոժոռ նայել։ Մորքուր Անահիտը սկսեց լավագույն համեմունքները նրա համար պահել։ Չեբուրեկի կրպակի տերը սկսեց նրան անունով ողջունել։ Դավիթը վերագտել էր մի բան, որը փողը ստիպել էր նրան մոռանալ։ Պարզության արժեքը։ Փոքր բաների գեղեցկությունը։ Ձեռքերով աշխատելու օրվա վերջում արդյունքը տեսնելու հաճույքը։ Իսկ Լիլիթն իր հերթին թույլ տվեց իրեն հավատալ։ Թույլ տվեց երազել մի ապագայի մասին, որտեղ երկուսով կարող էին երջանիկ լինել։ Բայց ոչ բոլոր սիրո պատմություններն են գրվում առանց խոչընդոտների։ Եվ նրանցը դեռ նոր էին սկսվում։ Մի առոտ շաբաթ օր, երբ Լիլիթը մայթին ծաղիկներն էր դասավորում, նա հայտնվեց։ Ռուբեն Նավասարդյանը։ Բարձրահասակ, գեղեցիկ, նույն հեշտությամբ տրվող ժպիտով։ Նա նրան գրեթե 5 տարի չէր տեսել, այն օրվանից, երբ նա երանից մեկնել էր Գյումրիում կյանքը դասավորելու։ Լիլիթ, ասաց նա, ձայնի մեջ անկեղծ զարմանք կար։ Չեմ հավատում, որ դեռ այստեղ ես։ Ռուբեն։ Ինչ անակնկալ։ Լավ, թե։ Վատ։ Լիլիթը ծիծաղեց, բայց ձայնը ստիպված հնչեց։ Դեռ սուր լեզու ունես, տեսնում եմ։ Դա իմ հմայքն է։ Կարող եմ քեզ գրկել, թե։ Դու էլ ես ինձ ապտակելու։ Մեկնաբանությունը նրան անակնկալի բերեց։ Ինչպես գիտեր։ Համացանցը մեծ է, Լիլիթ։ Տեսանյութը այն ժամանակ վիրուսային դարձավ։ Դու ապտակում ես Դավիթ Մելիքյանին։ Լեգենդար էր։ Լիլիթը զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Չեմ սիրում դրա մասին խոսել։ Պատկերացնում եմ։ Ռուբենը հիացմունքով նայեց խանութին։ Ուրեմն վերջապես հասար քո նպատակին։ Քո երազանքների ծաղկի սրահը։ Մեծ ջանքերով։ Միշտ գիտեի, որ կհասնես։ Դու միշտ վճռական ես եղել։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան կար։ Մի մտերմություն, որը չպետք է գոյություն ունենար այդքան ժամանակ անց։ Լիլիթն արագ փոխեց թեման։ Ի՞նչն է քեզ հետ բերել Երան։ Աշխատանքը։ Այստեղ ճարտարապետական ընկերությունում տեղ եմ գտել։ Եկել եմ մնալու։ Շատ լավ է քեզ համար։ Եվ մեզ համար, ասաց նա, իմաստը պարզ էր նրա աչքերում։ Ռուբեն, մենք բաժանվել ենք 5 տարի առաջ։ Դու բաժանվեցիր։ Ես երբեք չեմ ուզել։ Դու գնացիր։ Որովհետև դու ասացիր, որ չի ստացվի։ Որ ես պետք է իմ երազանքների հետից գնամ։ Բայց ես վերադառնում եմ պարզում, որ դու միլիարդատիրոջ հետ ես հանդիպում։ Այնպես որ, կարծում եմ, խնդիրը ժամանակը չէր։ Ես էի։ Այդպես չէ։ Չէ։ Ապա ինչպես է։ Ռուբենը մի քայլ արեց դեպի նա։ Դու ասում էիր, որ տարբեր աշխարհները չեն գործում։
որ դու ես տարբեր տեղերից ենք։ Բայց նա միլիարդատեր է, Լիլիթ։ Բառացիորեն այլ մոլորակից։ Եվ դուք միասին եք։ Լիլիթը դրան պատասխան չուներ։ Որովհետ, ինչ-որ առումով, Ռուբենը ճիշտ էր։ Նա այդ պատրվակն օգտագործել էր նրա հետ։ Եվ հիմա մեկի հետ էր, ով անսահման ավելի հեռու էր իր աշխարհից։ Իրավիճակը տարբեր է, միայն դա կարողացավ ասել։ Իսկապես, հարցրեց Ռուբենը, ձայնի մեջ վիրավորանք կար։ Թե դու պարզապես ինձ բավականաչափ չէիր սիրում։ Նախքան Լիլիթը կկարողանար պատասխանել, Դավիթի ձայնը լսվեց խանութի դռնից։ Ամեն ինչ կարգին է այստեղ։ Նա ներս մտավ երկու բաժակ սուրճով, բայց տեսնելով Ռուբենին, ամբողջ մարմինը լարվեց։ Լիլիթը կարող էր զգալ օդի փոփոխությունը։ Տեստոստերոնը, տարածքի նշումը։ Դավիթ, սա Ռուբենն է։ Հին ընկեր։ Ռուբեն, սա Դավիթն է։ Դավիթ Մելիքյանը, ասաց Ռուբենը, նրա ձայնը հեգնանքի վրդովմունքի խառնուրդ էր կրում։ Հաճելի է։ Երկու տղամարդիկ լուր չափեցին միմյանց։ Լիլիթը սրտում սեղմոց զգաց։ Սա լավ չէր ավարտվելու։ Ես գնում էի, վերջապես ասաց Ռուբենը։ Լիլիթ, ուրախ էի տեսնել քեզ։ Կհանդիպենք։ Երբ Ռուբենը դուրս եկավ, մնացած լռությունը ծանր էր։ Ո՞վ էր նա, հարցրեց Դավիթը, փորձելով անփույթ հնչել, բայց անհաջող։ Նախկին ընկեր։ Նկատեցի։ Դավիթ, դա 5 տարի առաջ էր։ Եվ նա դեռ քեզ սիրում է։ Իսկ ես քեզ եմ սիրում, ասաց Լիլիթը, շրջվելով նրան նայելու։ Անցյալն անցյալում է։ Բայց կասկածի սերմը ցանվել էր։ Եվ հաջորդ օրերին այն կաճեր այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր սպասում։ Մարինեն, իհարկե, իմացավ Ռուբենի մասին։ Նա միշտ ամեն ինչ իմանում էր։ Եվ ինչպես հարձակվելու ճիշտ պահին սպասողոց, նա այդ տեղեկությունն օգտագործեց ամենաթունավոր ձով։ Դա տեղի ունեցավ Մելիքյան Շինհոլդինգ-ի նոր նախագծի շնորհանդեսի երեկույթին։ Դավիթը պնդել էր, որ Լիլիթը գնա իր հետ։ Նա դիմադրել էր, բայց նա այնքան համառ էր, այնքան հույսով լի, որ նա կծանոթանա իր կյանքի այդ կողմին, որ Լիլիթը զիջել էր։ Դա սխալ էր։ Նա իրեն օտար զգաց այն պահից, երբ հասավ։ Կարինեից վերցրած զգեստը, որը ծաղկի սրահում գեղեցիկ էր թվում, այստեղ էժանագին տեսք ուներ։ Կոշիկները, որոնք ցավեցնում էին ոտքերը։ Այն, թե ինչպես էին մարդիկ իրեն նայում, կարծես էկզոտիկ կենդանի լիներ։ Եվ Մարինեն։ Մարինեն մոտեցավ նրան, երբ Դավիթը սրահի մյուս կողմում ներդրողների հետ էր զրուցում։ Ուրեմն դու ես հայտնի Լիլիթը, ասաց նա, ձայնը թունավոր մեղրի պես քաղցր։ Ծաղկավաճառը, որը գրավել է մեր Դավիթի սիրտը։ Ես Լիլիթն եմ, այո։ Ինչ ռոմանտիկ։ Նա քեզ բերել է այս աշխարհին ծանոթացնելու։ Մարինեն շուրջը նայեց մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Թե հետաքրքիր է, թե որքան կտի։ Կներեք։ Այսպիսի բուռն սիրավեպերը սովորաբար անցողիկ են լինում։ Հատկապես, երբ այդքան անհարմար են։ Չգիտեմ, ինչի մասին եք խոսում։ Մարինեն կռացավ, ձայնը ցածր։ Ես իրականության մասին եմ խոսում, սիրելիս։ Դու փուլ ես։ Միջին տարիքի ապստամբություն։ Բայց վերջում Դավիթը միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ իր տեղն է։ Իր մակարդակի մարդկանց հետ։ Լիլիթը զգաց, թե ինչպես զայրույթը եռաց։ Եվ ո՞րն է այդ մակարդակը։ Կեղծ մարդկանցը, որոնք դիմացից ժպտում են, իսկ թիկունքից դանակահարում։ Մարինեն ծիծաղեց։ Տուշե։ Բայց մի բան ասա ինձ։ Երբ նա հոգնի քո տապակած հացերից շաբաթօրյա շուկաներից, ինչ ես առաջարկելու։ Կարող ես նրան ուղեկցել նախագահների հետ ընթրիքների։ Գիտես, որ պատարագաղն առաջինն օգտագործել։ Կարող ես կապեր հաստատել եվրոպացի ժառանգորդուհիների հետ։ Ես կարող եմ լինել ինքս ինձ։ Գուցե դա մի բան է, որը դուք չեք հասկանում։ Ինքդ քեզ լինելը հաշիվներ չի փակում, կայսրություններ չի կառուցում։ Եվ տես, գզակով ցույց տվեց այնտեղ, որտեղ Ռուբենը, պատահաբար, մուտքի մոտ էր։ Նույնիսկ քո նախկին ընկերն է այստեղ։ Զվարճալի է, թե ինչպես է անցյալը միշտ վերադառնում մեզ հետապնդելու, այնպես չէ։ Լիլիթը նայեց այնտեղ, ուր Մարինեն ցույց էր տալիս, արյունը սառեց։
Ռուբենն այնտեղ էր։ Երեկույթին։ Խոսում էր այլ մարդկանց հետ, բայց նրա աչքերը հանդիպեցին Լիլիթի աչքերին սրահի միջով։ Նա հրավիրված է, որովհետև նրա ճարտարապետական ընկերությունը գործընկեր է նախագծերից մեկում, բացատրեց Մարինեն։ Աշխարհը փոքր է, այնպես չէ՞։ Հատկապես, երբ Դավիթի նման մեկի հետ ես։ Բոլորը ձգվում են դեպի նա։ Ներառյալ քո նախկին ընկերները։ Լիլիթը հեռացավ, առանց այլս ոչինչ ասելու։ Օդ էր պետք։ Պետք էր դուրս գալ այնտեղից։ Բայց դեպի ելքը քայլելիս լսեց խոսակցությունների կտորներ։ Շշուկով արվող մեկնաբանություններ, որոնք այնքան էլ ցածր չէին։ Նա… Այն ծաղկավաճառը… Ինչ է Դավիթը նրա մեջ տեսել։ Գրած կգամ, որ արկած է։ Այդ տղամարդիկ միշտ վերադառնում են իրենց մակարդակի կանանց մոտ։ Խեղճ աղջիկ։ Կտառապի, երբ նա հոգնի։ Ամեն բառ դանակի հարված էր։ Ամեն հայացք՝ դատավճիռ։ Լիլիթը հասավ զուգարան փակվեց խցիկներից մեկում, փորձելով զսպել արցունքները այնտեղից փախչելու ու այլս երբեք չվերադառնալու ցանկությունը։ Փորձելով հիշել, որ նրանց մտածածը կարևոր չէ։ Որ Դավիթի սերը իրական է։ Բայց մի դաժան ձայն գլխում շշնջում էր. Իսկ եթե նրանք ճիշտ են։ Իսկ եթե դու պարզապես փոլ ես։ Ձանձրացած հարուստ մարդու քմահաճույք։ Երբ վերջապես դուրս եկավ զուգարանից, գտավ Դավիթին, որը փնտրում էր իրեն, դեմքին անհանգստություն։ Որտե՞ղ էիր։ Ես քեզ ամենուր փնտրում էի։ Մի պահ էի ուզում։ Լիլիթ, ինչ պատահեց։ Նա ձեռքերով բռնեց նրա դեմքը։ Դու գունատ ես։ Նա ուզում էր պատմել։ Ուզում էր բողոքել Մարինեից, մեկնաբանություններից, նրանից, թե ինչպես էր իրեն փոքր ու անպետք զգում։ Բայց չէր ուզում անվստահ հնչել։ Չէր ուզում, որ նա մտածեր, թե ինքը բավականաչափ ուժեղ չէ այդ աշխարհի համար։ Լավ եմ։ Պարզապես հոգնած եմ։ Ուզում ես գնալ։ Խնդրում եմ։ Մեքենայում լռությունը խիտ էր։ Դավիթը վարում էր, նայելով առաջ, բայց ծնոտը լարված էր։ Լիլիթը նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքի անցնող լույսերը։ Դու Ռուբենին տեսար այնտեղ, վերջապես ասաց նա։ Հարց չէր։ Տեսա։ Գիտեիր, որ նա լինելու է։ Ոչ, Դավիթ։ Չգիտեի։ Նա շրջվեց նրան նայելու։ Եվ դու իսկապես կարծում ես, որ կգնայի, եթե իմանայի։ Այլս չգիտեմ, ինչ մտածել։ Ինչպես թե։ Նա կտրուկ կանգնեցրեց մեքենան նրա բնակարանի դիմաց։ Դու ինձ ասացիր, որ նա անցյալ է։ Բայց նա հայտնվում է քո ծաղկի սրահում։ Հայտնվում է երեկույթին։ Կարծես ամենուր է։ Նա վերադարձել է երան։ Ես դա չեմ կարող վերահսկել։ Բայց դու կարող ես վերահսկել, թե ինչպես ես արձագանքում նրան։ Եվ այսօր, երբ տեսա, թե ինչպես էր նա նայում քեզ սրահի միջով, դու նրան։ Այդ հայացքը։ Լիլիթ, այդ հայացքը անտարբերության հայացք չէր։ Դու խանդում ես։ Իսկ դու չէիր խանդի։ Եթե իմ նախկին ընկերուհին հայտնվեր ոչ մի տեղից։ Եթե նա ամենուր լիներ։ Եթե մարդիկ սկսեին խոսել։ Ինչ մարդիկ։ Դավիթը հիասթափված ձեռքն անցկացրեց մազերի միջով։ Մարինեն ինձ ասաց, որ դու Ռուբենը երկար զրուցել եք խանութում։ Իհարկե, Մարինեն է ասել, պայթեց Լիլիթը։ Դու չես տեսնում։ Նա դա քո գլխում է դնում։ Նա ուզում է մեզ բաժանել։ Կամ գուցե նա ինձ ցույց է տալիս այն ճշմարտությունը, որը ես չեմ ուզում տեսնել։ Եվ ո՞րն է այդ ճշմարտությունը։ Որ գուցե Ռուբենն ավելի հարմար է քեզ համար։ Որ գուցե այս աշխարհը, իմ աշխարհը, չափազանց ծանր է։ Որ գուցե մենք պարզապես հետաձգում ենք անխուսափելին։ Լիլիթը զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին աչքերը։ Եթե դու այդպես ես մտածում, գուցե իսկապես այդպես է։ Նա դուրս եկավ մեքենայից, շրխկացրեց դուռը։ Հետ չնայեց։ Նրան հետ չկանչեց։ Պարզապես բարձրացավ իր բնակարան, թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Իսկ Դավիթը մնաց այնտեղ մեքենայում կանգնած, նայելով նրա վառվող պատուհանին, մտածելով, թե արդյոք հենց նոր չի կատարել իր կյանքի ամենամեծ սխալը։ 3 օր անցավ, որ նրանք չխոսեցին։
3 օր, որ Լիլիթի համար 3 տարի թվաց։ Նա խորասուզվեց աշխատանքի մեջ, պատրաստելով ավելի ու ավելի բարդ ծաղկեփնջեր, կարծես կարողանար ցավը թաղել թերթիկների ու տերների մեջ։ Կարինեն անհանգստությամբ նայում էր նրան, բայց գիտեր, որ ոչինչ ասելն անօգուտ է։ Լիլիթը պետք է դա իր ձով վերապրեր։ 4-րդ օրվա առավոտյան Դավիթը հայտնվեց։ Բայց ոչ ծաղկի սրահում։ Նա գնաց այն տուն, որտեղ Լիլիթն ապրում էր մոր հետ, մի հին երկհարկանի տուն, որը նրանք տարիներով վարձակալում էին։ Տիկին Սիրանուշն էր, որ բացեց դուռը։ Բարի լույս, տիկին Սիրանուշ։ Դավիթ։ Տիկինը նրան նայեց այն աչքերով, որոնք կարծես հոգիներ էին կարդում։ Եկել ես իմ աղջկան նորից լացացնելու։ Եկել եմ ներողություն խնդրելու։ Տիկին Սիրանուշը երկար նայեց նրան, հետո մի կողմ քաշվեց։ Ներս արի։ Բայց եթե նրան լացացնես, ինձ հետ գործ կունենաս։ Եվ ես ապտակի պես նուրբ չեմ լինի։ Դավիթը ժպտաց, չնայած լարվածությանը։ Արդար է։ Լիլիթը խոհանոցում էր, նախաճաշ էր պատրաստում։ Երբ տեսավ նրան, ձեռքերը կանգ առան օդում, բռնած տոստերը։ Ինչ ես անում այստեղ։ Պետք է խոսենք։ Ես քեզ հետ խոսելու բան չունեմ։ Բայց ես քեզ հետ խոսելու շատ բան ունեմ, ասաց Դավիթը, մտնելով խոհանոց։ Եվ կխոսեմ, նույնիսկ եթե դու չես ուզում լսել։ Տիկին Սիրանուշը հայտնվեց դռան մոտ։ Ես գնամ դեղս խմեմ սենյակում։ Դուք ձեր հարցերը լուծեք մեծերի պես։ Երբ մենակ մնացին, լռությունը ծանր էր։ Լիլիթը վերադարձավ սուրճ պատրաստելուն, ձեռքերը թեթակի դողում էին։ Ես ամեն ինչ փչացրի, սկսեց Դավիթը։ Թույլ տվեցի, որ խանդն ու անվստահությունը բարձր խոսեն։ Թույլ տվեցի, որ Մարինեն կասկածներ սերմանի իմ գլխում։ Բայց ամենակարորը, ես կասկածեցի քեզ։ Եվ դա աններելի էր։ Այո, այդպես էր։ Լիլիթ, նայիր ինձ։ Նա տատանվեց, բայց վերջապես շրջվեց նրան նայելու։ Աչքերը կարմրած էին։ Ես սիրահարվեցի քեզ, որովհետև դու իսկական ես։ Որովհետև դու խաղեր չես խաղում։ Եվ հետո ես գնացի ու արեցի հենց այն, ինչ դու ամենաշատն ես ատում։ Խաղեր խաղացի։ Թույլ տվեցի, որ մեկնաբանություններն ու ակնարկներն ինձ վրա ազդեն։ Եվ հիմա ուզում ես, որ մոռանամ։ Որ ձացնեմ, թե չի ցավել։ Ոչ։ Ուզում եմ, որ ինձ հնարավորություն տաս ցույց տալու, որ կարող եմ ավելի լավը լինել։ Որ կարող եմ լինել այն տղամարդը, որին դու արժանի ես։ Դավիթ, մենք տարբեր աշխարհներից ենք։ Դու տեսար դա երեկույթին։ Մարդիկ ինձ երբեք չեն ընդունի։ Միշտ կմտածեն, որ ես շահամոլ եմ, քո փողի հետից եմ ընկել։ Եվ մի օր դու էլ կսկսես դրան հավատալ։ Նա 2 քայլ արեց դեպի նա, փակելով նրանց միջ տարածությունը։ Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում։ Ինձ հետաքրքրում է, թե դու ինչ ես մտածում։ Թե դու ինչ ես զգում։ Եվ եթե դու ինձ ասես իմ աչքերի մեջ նայելով, որ այլս ինձ չես սիրում, որ վերջացել է, ես կգնամ ու այլս երբեք չեմ վերադառնա։ Բայց եթե դեռ հույսի ամենափոքր կայծը կա, ես կպայքարեմ։ Ես կպայքարեմ մեզ համար մինչ իմ վերջին շունչը։ Լիլիթը զգաց, թե ինչպես արցունքները թափվեցին։ Ես քեզ սիրում եմ, հիմար։ Իհարկե, սիրում եմ։ Բայց սերը բավարար չէ։ Պետք է վստահություն լինի։ Իսկ դու ինձ չվստահեցիր։ Գիտեմ։ Եվ ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ, ապացուցելով, որ դու կարող ես ինձ վստահել։ Նա բռնեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Ամուսնացիր ինձ հետ։ Ինչ։ Ամուսնացիր ինձ հետ, Լիլիթ։ Թույլ տուր կյանքիս բոլոր օրերն անցկացնեմ, ցույց տալով, որ դու միակն ես։ Որ կարևոր չէ, թե ով կհայտնվի անցյալից, ներկայից թե ապագայից։ Դու ես ընտրությունը։ Միշտ դու։ Դավիթ, սա խելագարություն է։ Սա սեր է։ Իսկ սերը խելագարություն է։ Լիլիթը նայեց նրան։ Տեսավ անկեղծությունը նրա աչքերում։ Տեսավ մերժվելու վախը։ Տեսավ սերը, խորը իսկական, որն արտացոլում էր այն, ինչ ինքն էր զգում։ Մենք ընդամենը մի քանի ամիս է, ինչ միասին ենք, ասաց նա, բայց ձայնի դիմադրությունը թուլանում էր։ Եվ ես առաջին օրվանից գիտեի, որ դու յուրահատուկ ես։
Այն պահից, երբ քաջություն ունեցար ինձ ապտակելու։ Պարտադիր չէ հիմա պատասխանես։ Մտածիր։ Բայց իմացիր, որ ես լուրջ եմ խոսում։ Ես քեզ ուզում եմ իմ կյանքում։ Ընդմիշտ։ Նրանք կանգնած էին այնտեղ, ձեռք ձեռքի, նայելով միմյանց աչքերին։ Եվ Լիլիթը զգաց, թե ինչպես մի բան հանգստացավ իր կրծքում։ Համոզվածություն։ Խորը գիտակցություն, որ այս տղամարդը իր բոլոր թերություններով ու անվստահություններով, այն տղամարդն է, ում նա ուզում է իր կողքին։ Այո, շշնջաց նա։ Այո։ Այո, ես կամուսնանամ քեզ հետ։ Դավիթի ժպիտը կարող էր լուսավորել ամբողջ քաղաքը։ Նա նրան քաշեց դեպի իրեն, խորը խոստումներով լի համբույրի համար։ Եվ այնտեղ, այդ հին տան պարզ խոհանոցում, օդում սուրճի բույրով պատուհանից ներս թափանցող առավոտյան արով, նրանք կնքեցին մի պարտավորություն, որը ընդմիշտ կփոխեր նրանց կյանքը։ Ամուսնության պաշտոնական առաջարկը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, բայց ոչ այնպես, ինչպես որը մեկը սպասում էր։ Դավիթը շքեղ ռեստորան չվարձեց, ոչ էլ լարային քառյակ հրավիրեց։ Նա գնաց վարպետ Մարտիրոսի հացի փուռը, այնտեղ, որտեղ նրանք միշտ միասին սուրճ էին խմում, սպասեց Լիլիթի գալուն։ Երբ նա ներս մտավ, տեսավ նրան ծնկի իջած հացի փռի մեջտեղում, ձեռքին մատանի աչքերին արցունքներ, Լիլիթը կանգ առավ։ Այնտեղ գտնվող բոլոր մարդիկ նույնպես կանգ առան։ Հացթուխը թույլ տվեց, որ հացը վառարանում այրվի։ Դրամարկղի տիրուհին մոռացավ մանրը տալ։ Լիլիթ Ֆերնանդես դա Սիլվա, սկսեց Դավիթը, նրա ձայնը արձագանքեց հացի փռի լռության մեջ։ Դու ինձ սովորեցրիր, որ կյանքի լավագույն բաները պարզ են։ Որ սերը շքեղության կարիք չունի իսկական լինելու համար։ Այնպես որ ես այստեղ եմ այն վայրում, որտեղ մեր առաջին սուրճն ենք խմել, խնդրելով վկաների առաջ, որոնք դարձել են մեր ընկերները։ Կամուսնանաս ինձ հետ։ Թույլ կտաս կյանքիս մնացած մասն անցկացնեմ, ապացուցելով, որ ընտրել եմ քեզ, ամեն օր, ընդմիշտ։ Լիլիթը լալիս էր։ Հացի փռում բոլորը լալիս էին։ Նույնիսկ վարպետ Մարտիրոսը, Մալաթիայի ամենախիստ հացթուխը, խոնավ աչքեր ուներ։ Այո, ասաց նա, մեկնելով դողացող ձեռքը։ 1000 անգամ այո։ Երբ Դավիթը մատանին դրեց նրա մատին բարձրացավ նրան համբուրելու, հացի փուռը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ, որոնց նրանք նույնիսկ չէին ճանաչում, բարձրացան նրանց գրկելու։ Վարպետ Մարտիրոսը բացեց մի շիշ շամպայն, որը պահում էր հատուկ առիթների համար։ Եվ այնտեղ, հացերի ու թխվածքների միջ, նրանք նշեցին իրենց նշանադրությունը։ Նշանադրության լուրը արագ տարածվեց։ Եվ դրա հետ եկան արձագանքները։ Լիլիթի մայրը լացեց երջանկությունից։ Կարինեն այնքան բարձր գոռաց, որ վախեցրեց ծաղկի սրահի հաճախորդներին։ Թաղամասի ընկերները տոնեցին, կարծես դա իրենցից մեկի հաղթանակը լիներ։ Որովհետ այդպես էր։ Լիլիթը իրենցից մեկն էր։ Բայց քաղաքի։ Մյուս կողմում արձագանքները տարբեր էին։ Ընկերության խորհուրդը շոկի մեջ էր։ Մարինեն զայրացած էր։ Եվ մամուլը սկսեց ենթադրություններ անել։ Միլիարդատերն ամուսնանում է ծաղկավաճառի հետ։ Ժամանակակից հեքիաթ, թե՞ մարքեթինգային քայլ։ Դեղին մամուլը սիրում էր պատմությունը։ Ոմանք ռոմանտիզացնում էին, անվանելով իսկական սեր։ Մյուսները դաժան էին, ակնարկելով թաքնված շահերի մասին։ Լիլիթը փորձում էր չկարդալ, բայց անհնար էր ամբողջությամբ անտեսել։ Ռուբենը, երբ իմացավ, հայտնվեց ծաղկի սրահում։ Նրա դեմքը հակասական զգացմունքների դիմակ էր։ Ճիշտ է։ Այո, պարզ ասաց Լիլիթը։ Դու ամուսնանում ես նրա հետ։ Այո։ Ռուբենը դանդաղ գլխով արեց, մարսելով տեղեկությունը։ Հուսով եմ, նա քեզ երջանիկ կդարձնի, Լիլիթ։ Իսկապես։ Որովհետև դու արժանի ես աշխարհի ողջ երջանկությանը։ Շնորհակալ եմ, Ռուբեն։ Եվ եթե մի օր նա քեզ երջանիկ չդարձնի, նա տատանվեց, ես այստեղ կլինեմ։ Ռուբեն, մի արա։ Պարզապես ասում եմ։ Մենք ընկերներ ենք, չէ՞։ Ընկերները հոգ են տանում։ Երբ նա դուրս եկավ, Լիլիթը սրտում սեղմոց զգաց։ Ոչ Ռուբենի համար, այլ այն բարդության համար, որը դա ներկայացնում էր։ Այն մեկնաբանությունների համար, որոնք կգային։ Այն կասկածների համար, որոնք կսերմանվեին։ Բայց նա հեռացրեց այդ մտքերը։
հարսանիք ուներ պլանավորելու, և վճռական էր դա անել իր ձով։ Արարողությունը հենց այնպիսին էր, ինչպիսին Լիլիթը երազել էր։ Պարզ, գեղեցիկ, իսկական։ Նրանք ընտրեցին թաղամասի մի փոքրիկ եկեղեցի, նույնը, որտեղ Լիլիթը մկրտվել էր։ Թանկարժեք ներկրված ծաղիկների փոխարեն Լիլիթն արեց բոլոր զարդարանքները իր սեփական ծաղկի սրահի ծաղիկներով։ Սպիտակ վարդեր, արածաղիկներ, երիցուկներ։ Վառ գույներ, կյանք։ Ֆուրշետի մենյուն խառնուրդ էր։ Կային կանապեներ շամպայն Դավիթի հյուրերի համար։ Բայց նա կար չեբուրեկի, կարկանդակ գաթա Լիլիթի հյուրերի համար։ Խնջույքը պետք է լիներ հենց փողոցում, եկեղեցու դրսում դրված սեղաններով թաղամասի խմբի կողմից կենդանի երաժշտությամբ։ Հարսանիքի օրը, երբ Լիլիթը հարդարվում էր մոր տան փոքրիկ սենյակում, տիկին Սիրանուշը ներս մտավ քողով։ Աղջիկս այնքան գեղեցիկ է։ Լիլիթը նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Զգեստը պարզ էր, բայց էլեգանտ։ Բյուրեղներ կամ բարդ ասեղնագործություններ չուներ։ Սպիտակ էր, թեթ, նրան ստիպում էր իրեն արքայադստեր պես զգալ։ Մազերը փափուկ ալիքներով բաց էին թողնված, գլխին բնական ծաղիկներից պսակ, որն ինքն էր պատրաստել։ Նյարդայնանում ես, հարցրեց տիկին Սիրանուշը։ Այո։ Բայց լավ նյարդայնությունը։ Կարծես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում։ Այո, այդպես է։ Այդ տղամարդը քեզ իսկապես սիրում է։ Նրա աչքերից երում է։ Կարինեն վազելով ներս մտավ, ամբողջովին ոգորված։ Հյուրերը գալիս են։ Լիլիթ, դու չես հավատա։ Իսկապես կարևոր մարդիկ կան այստեղ։ Մի պատգամավոր տեսա։ Եվ քաղաքապետին։ Բոլորը նստած են պապիկ գորգի մորքուր Անահիտի կողքին։ Լիլիթը ծիծաղեց։ Հենց այնպես, ինչպես ուզում էի։ Արարողությունը հուզիչ էր։ Երբ Լիլիթը մտավ եկեղեցի, թաղամասի երաժիշտ ընկերոջ կիթառի հնչյունների ներքո տեսավ Դավիթին, որը սպասում էր խորանի մոտ արցունքներից փայլող աչքերով, նա հասկացավ։ Բացարձակ համոզվածությամբ հասկացավ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Երդումները պարզ ու անկեղծ էին։ Դավիթը խոստացավ սիրել նրան ուրախության, տխրության, հարստության, աղքատության մեջ, հիշեցնելով, որ նա էր իրեն սովորեցրել այդ բառերի իսկական իմաստը։ Լիլիթը խոստացավ լինել նրա ուղեկիցը, լավագույն ընկերը, մարտահրավեր նետել նրան, երբ նա կարիք ունենա հիշելու, թե ինչն է իսկապես կարևոր։ Երբ համբուրվեցին, եկեղեցին պայթեց ծափահարություններից, ուրախության ճիչերից։ Նրանք դուրս եկան այնտեղից որպես ամուսին կին, վարդի թերթիկների անձրի տակ, դրսում նրանց դիմավորեցին բոլոր ընկերներն ու հարազատները։ Խնջույքը կախարդական էր։ Կոստյումներով գործարարները զրուցում էին շուկայի վաճառողների հետ։ Բարձրաշխարհիկ տիկինները հանում էին կրունկները, բոբիկ պարելու։ Քաղաքապետը չեբուրեկի էր ուտում, ասում, որ դա լավագույն հարսանիքն է, որտեղ երբե եղել է։ Եվ այդ ամենի մեջտեղում Լիլիթն ու Դավիթը պարում էին, աշխարհից կտրված, ամբողջովին կլանված միմյանցով։ Կարինեն էր, որ Լիլիթին մի կողմ քաշեց, երբ խնջույքն արդեն ավարտվում էր։ Երջանիկ ես։ Ավելի, քան պատկերացնում էի, որ կարող եմ լինել։ Նա լավ մարդ է, Լիլիթ։ Չնայած ողջ փողին ու ազգանվանը։ Նա լավն է։ Գիտեմ։ Ուրեմն ամուր բռնիր։ Որովհետև դուք միմյանց կարիքը կունենաք։ Աշխարհը ձեզ համար հեշտ չի լինի։ Լիլիթը նայեց այնտեղ, որտեղ Դավիթն էր, խոսելով իր խնամախոսի հետ։ Կարծես զգալով նրա հայացքը, նա շրջվեց ժպտաց։ Այն ժպիտը, որը միայն իրենն էր։ Մենք լավ կլինենք, ասաց Լիլիթը, ավելի շատ իրեն, քան Կարինեին։ Բայց հարսանեկան գիշերը մի խոցելիություն բերեց, որը Լիլիթը չէր սպասում այդքան շուտ կիսել։ Նրանք վարձել էին մի սենյակ համեստ հյուրանոցում, ոչ շատ շքեղ նրա պնդմամբ։ Երբ մտան սենյակ, լարվածությունը շոշափելի էր։ Դավիթը քնքուշ էր, համբերատար։ Բայց երբ սկսեց նրան ավելի խորը համբուրել, Լիլիթը հեռացավ։ Սպասիր։ Ինչ եղավ։ Սխալ բան արեցի։ Ոչ։ Պարզապես պետք է քեզ մի բան ասեմ։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Ես երբեք։ Այսինքն ես կույսես, նրբորեն ավարտեց Դավիթը։ Լիլիթը գլխով արեց, դեմքը ամոթից կարմրած։ Գիտեմ, որ տարօրինակ է թվում։ Իմ տարիքի կին։ Բայց ես միշտ ուզել եմ, որ դա յուրահատուկ լինի։
յուրահատուկ մեկի հետ։ Եվ մինչ քեզ երբեք այդպես չի եղել։ Զարմանքի կամ հիասթափության փոխարեն Դավիթը նրան քաշեց ամուր գրկի մեջ։ Լիլիթ, նայիր ինձ։ Նա բարձրացրեց աչքերը, սպասելով մերժման։ Բայց տեսավ քնքշություն։ Դու չես պատկերացնում, թե ինչ նվեր է սա։ Ոչ միայն քո մարմնի նվերը, այլ քո վստահության նվերը։ Իմանալ, որ դու ընտրել ես ինձ սպասել, ինձ ընտրել դրա համար։ Ինձ ավելի շատ է հուզում, քան կարող եմ ասել։ Դու հիասթափված չես։ Ինչպես կարող էի։ Դավիթը բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Դու հրաշալի ես։ Եվ մենք կգնանք քո տեմպով։ Առանց շտապելու։ Առանց ճնշման։ Այսօր, վաղը, մի ամիս հետո։ Երբ դու պատրաստ լինես։ Պարզապես այստեղ քեզ հետ լինելն արդեն իսկ ավելին է, քան բավարար։ Եվ այդ գիշեր նրանք պարզապես զրուցեցին, ծիծաղեցին, ճանաչեցին միմյանց այնպես, որ ֆիզիկական չէր, բայց նույնքան մտերիմ էր։ Եվ երբ վերջապես քնեցին գրկախառնված, երկուսն էլ զգացին, որ ճիշտ բան են արել։ Ամուսնության առաջին ամիսները մշտական մեղրամիս էին։ Դավիթը իր ժամանակը բաժանում էր աշխատանքի ծաղկի սրահի մեջ, օգնելով Լիլիթին ընդլայնել բիզնեսը։ Նրանք գնեցին այն տունը, որտեղ Լիլիթի մայրն էր ապրում, վերանորոգեցին տիկին Սիրանուշին, նվիրեցին սեփականության վկայականը։ Խանութի համար երկու աշխատակից վարձեցին, Լիլիթին ավելի շատ հանգիստ տալով։ Եվ դանդաղ, համբերությամբ ու սիրով, Լիլիթը բացվեց ֆիզիկական մտերմության համար։ Ամեն առաջընթաց տոնվում էր, խոցելիության ամեն պահ պաշտպանվում էր։ Դավիթն ապացուցեց, որ անկողնում նույնքան քնքուշ ու ուշադիր է, որքան առօրյայում։ Բայց լիակատար երջանկությունը երբեք հավերժ չի տում։ Եվ կործանման սերմն արդեն ցանվում էր։ Մարինեն չէր հանձնվել։ Մինչ Լիլիթն ու Դավիթը կառուցում էին իրենց համատեղ կյանքը, նա աշխատում էր կուլիսներում։ Փաստագրում էր։ Լուսանկարում էր։ Սպասում էր ճիշտ պահի։ Եվ այդ պահը եկավ հարսանիքից 6 ամիս անց։ Դավիթը մի շարք կարևոր հանդիպումներ ուներ միջազգային ներդրողների հետ։ Լիլիթը հասկանում էր, որ նա պետք է կենտրոնանա աշխատանքի վրա, ուստի չբողոքեց, երբ նա սկսեց ավելի ու ավելի ուշ տուն գալ։ Չբողոքեց, երբ ընթրիքները պակասեցին։ Վստահում էր նրան։ Բայց Մարինեն խելացի էր։ Նա հանդիպումներ էր նշանակում ուշ ժամերի։ Դավիթից օգնություն էր խնդրում նախագծերում, որոնք կարող էին սպասել։ Եվ միշտ երաշխավորում էր, որ լուսանկարներ լինեն։ Նրանց միասին գրասենյակից դուրս գալու լուսանկարները։ Նրանց ռեստորանում պայմանագրեր քննարկելու լուսանկարները։ Լուսանկարներ, որոնք համատեքստից դուրս կարող էին այլ պատմություն պատմել։ Եվ հետո նա դրանք հրապարակեց։ Մի երկուշաբթի առավոտ Լիլիթն արթնացավ իր պայթող հեռախոսից։ Հաղորդագրություններ։ Զանգեր։ Անդադար ծանուցումներ։ Կարինեն լացելով զանգեց։ Լիլիթ, տեսել ես։ Ինչը։ Համացանցը։ Ամենուր է։ Դողացող ձեռքերով Լիլիթը բացեց սոցիալական ցանցերը։ Եվ այնտեղ էր։ Դավիթի Մարինեի լուսանկարները մեկը մյուսի հետից։ Սենսացիոն վերնագրերով։ Հեքիաթային հարսանիքն ավարտվում է։ Միլիարդատերը բռնվել է գործադիր տնօրենի հետ։ Ծաղիկները գթառամել։ Դավաճանությունը ցնցում է Դավիթ Մելիքյանի ամուսնությունը։ Շահամոլին դավաճանեցին։ Ծաղկավաճառը պարզում է, որ փողով հավատարմություն չես գնի։ Լիլիթը զգաց, թե ինչպես աշխարհը փլուզվեց։ Լուսանկարները մտերմիկ էին թվում։ Վարկաբեկի չէին թվում։ Եվ նույնիսկ իմանալով ռացիոնալորեն, որ Դավիթը դա չէր անի, կասկածը սկսեց ներս սողոսկել։ Թունավոր կասկած, սնուցված սոցիալական ցանցերի դաժան մեկնաբանություններով։ Նա զանգեց Դավիթին։ Նա քնաթաթախ պատասխանեց. Լիլիթ։ Առավոտվա 6-ն է։ Ինչ է եղել։ Լուրերը տեսել ես։ Ինչ լուրեր։ Նա իսկապես շփոթված էր թվում։ Լուսանկարները։ Դու Մարինեն։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ինձ հղումն ուղարկիր։ Լիլիթն ուղարկեց։ Լսեց, թե ինչպես Դավիթը հայհոյեց մյուս կողմից. Լիլիթ, սա այն չէ, ինչ թվում է։
Աշխատանքային հանդիպումներ էին։ Նա է սա կազմակերպել։ Ինչպես կարող եմ վստահ լինել։ Որովհետ դու ինձ ճանաչում ես։ Որովհետ գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Լիլիթ, խնդրում եմ, մի հավատա դրան։ Բայց Լիլիթն արդեն անջատում էր։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Որովհետ նույնիսկ ուզենալով հավատալ, նույնիսկ իմանալով, որ Մարինեն ամեն ինչի ընդունակ է, կասկածն այնտեղ էր։ Եվ ցավը։ Ամբողջ աշխարհի կողմից իրենց ամուսնության, իր կյանքի մասին խոսելու, իրեն ծաղրելու ցավը։ Դավիթի ընկերությունը ճգնաժամի մեջ հայտնվեց։ Ներդրողները սկսեցին կասկածել։ Խորհուրդը արտակարգ նիստ պահանջեց։ Եվ այդ նիստում նրանք վերջնագիր ներկայացրին։ Կամ դու լուծում ես այս սկանդալը ժամանակավորապես հեռանում, մինչ իրավիճակը հանդարտվի, կամ մենք ստիպված կլինենք վերանայել քո պաշտոնը ընկերությունում։ Դավիթը նայեց նրանց։ Դա իր ընկերությունն էր։ Հիմնադրված իր հոր կողմից։ Կառուցված իր քրտինքով։ Եվ նրանք իրեն դուրս էին անում ստերի պատճառով։ Ես կլուծեմ, ասաց նա, ծնոտը լարված։ Բայց չեմ հեռանա։ Եվ կապացուցեմ, որ այս ամենը կեղծիք է։ Մինույն ժամանակ Լիլիթը իր սեփական դժոխքի միջով էր անցնում։ Ծաղկի սրահը հարձակման էր ենթարկվում սոցիալական ցանցերում։ Հաճախորդները չեղարկում էին պատվերները։ Մարդիկ գալիս էին դրան մոտ միայն նկարվելու համացանցում տեղադրելու համար։ Կարինեն հազիվ էր հասցնում այդքան չարախոսությունների դեմն առնել։ Եվ Ռուբենը հայտնվեց, իհարկե։ Քաղցր խոսքերով հասկացող հայացքներով։ Ես քեզ զգուշացրել էի, որ նա քեզ կցավեցնի։ Նա ինձ չի ցավեցրել։ Նրան են ցավեցնում։ Դու դեռ նրան պաշտպանում ես։ Որովհետ ես նրան սիրում եմ, Ռուբեն։ Եվ գիտեմ, որ սա սուտ է։ Իսկապես։ Որովհետ ամբողջ քաղաքն այլ բան է ասում։ Ամբողջ քաղաքն ինձ հետ չի ապրում։ Նրան չի ճանաչում այնպես, ինչպես ես։ Բայց Ռուբենի խոսքերը մնացին նրա մտքում։ Եվ երբ Դավիթը հայտնվեց այդ գիշեր, փորձելով բացատրել, Լիլիթը հոգնած էր։ Հոգնած ստերից, մեկնաբանություններից, ճնշումից։ Այլս չեմ դիմանում, ասաց նա, ձայնը կոտրված։ Չեմ դիմանում մարդկանց, որոնք ինձ խղճահարությամբ են նայում։ Չեմ դիմանում մեկնաբանություններին, որոնք ասում են, թե գիտեի, որ այսպես կավարտվի։ Այլս չեմ դիմանում, Դավիթ։ Ուրեմն գնանք հեռու։ Գնանք քաղաքից։ Նորից սկսենք։ Եվ փախչենք։ Ծածնենք, թե սա տեղի չի ունեցել։ Ուրեմն պայքարենք։ Պայքարենք բոլորի ամեն ինչի դեմ։ Եվ մինչ երբ։ Մինչ երբ պետք է ապացուցենք, որ մեր սերն իրական է։ Որ ես շահամոլ չեմ։ Որ դու անհավատարիմ չես։ Ես հոգնել եմ, Դավիթ։ Ես շատ եմ հոգնել։ Դավիթը փորձեց գրկել նրան, բայց Լիլիթը հեռացավ։ Այդ պահին նրան միայն տարածություն էր պետք։ Շնչելու տարածություն։ Մտածելու տարածություն։ Կարծում եմ, ավելի լավ է գնաս։ Լիլիթ։ Խնդրում եմ։ Պարզապես։ Գնա։ Եվ առաջին անգամ ծանոթանալուց ի վեր Դավիթը հնազանդվեց։ Դուրս եկավ դռնից, թողնելով իր հետում կոտրված մի կնոջ թելից կախված մի ամուսնություն։ Դրսում մեքենայում նստած նա այնքան ուժեղ սեղմեց ղեկը, որ մատների հոդերը սպիտակեցին։ Որովհետ գիտեր, որ Մարինեն հաղթել էր։ Նրան հաջողվել էր կասկած սերմանել։ Նրան հաջողվել էր նրանց հասցնել սահմանագծին։ Բայց այն, ինչ Մարինեն չգիտեր, այն էր, որ Դավիթ Մելիքյանը չի հանձնվում, երբ խոսքը նրա սիրած բաների մասին է։ Եվ նա Լիլիթին սիրում էր ավելի, քան իր սեփական կյանքը։ Այնպես որ, եթե պետք էր պայքարել, կպայքարեր։ Եթե պետք էր ապացուցել, կապացուցեր։ Բայց նրան չէր կորցնի։ Ոչ առանց մինչ վերջ պայքարելու։ Հաջորդ օրերը Լիլիթի ապրած ամենադժվար օրերն էին։ Նա Դավիթը պաշտոնապես չբաժանվեցին, բայց միասին էլ չէին։ Նա հարգում էր Լիլիթի խնդրած տարածությունը, բայց ամեն օր ծաղիկներ էր ուղարկում խանութ։ Միշտ բացիկով։ Միշտ նույն խոսքերով։ Ես քեզ սիրում եմ։ Ես այստեղ եմ։ Սպասում եմ։ Լիլիթը բոլոր բացիկները պահում էր մահճակալի տակի տուփում։
Չէր կարողանում դրանք դեն նետել, բայց չէր էլ կարողանում պատասխանել։ Կորած էր շփոթության ծովում։ Սիրտը մի բան էր ասում, բանականությունը մեկ այլ։ Իսկ շրջապատող աշխարհը գոռում էր կարծիքներ, որոնք նա չէր խնդրել։ Կարինեն փորձում էր նրան ոգորել։ Տիկին Սիրանուշը նրա սիրելի ուտեստներն էր պատրաստում։ Բայց ոչինչ կարծես չէր օգնում։ Լիլիթը հայտնվել էր հուզական անորոշության մեջ, չիմանալով ինչպես դուրս գալ։ Ռուբենն էր, որ սկսեց ավելի հաճախ հայտնվել։ Միշտ մի պատրվակով։ Միջոցառման համար ծաղիկներ պետք է գներ։ Սուրճ էր ուզում։ Այդ կողմերով էր անցնում, որոշեց մտնել։ Լիլիթը գիտեր, թե նա ինչ է անում։ Եվ նրա մի մասը, վիրավորված ու հոգնած մասը, գնահատում էր ուշադրությունը։ Նույնիսկ եթե մյուս մասը գիտեր, որ դա սխալ է։ Դու հիմա ոչինչ որոշելու կարիք չունես, ասաց Ռուբենը մի օր, երբ հացի փռում սուրճ էին խմում։ Պարզապես իմացիր, որ այստեղ մեկը կա, ով քեզ երբեք չէր ցավեցնի։ Ռուբեն, մի արա դա։ Ինչ անեմ։ Պարզ ցույց տամ, որ դեռ հոգ եմ տանում։ Որ քեզ այսպես տեսնելը սիրտս կոտրում է։ Ես ամուսնացած եմ։ Բայց մենակ ես։ Եվ դա ճիշտ չէ։ Լիլիթը չպատասխանեց։ Որովհետ նա ճիշտ էր։ Մենակ էր։ Եվ ցավում էր։ Այնքան շատ էր ցավում։ Մինույն ժամանակ Դավիթը իր սեփական ճակատամարտն էր մղում։ Նա ամեն ինչ հետաքննեց։ Ամեն լուսանկար, ամեն անկյուն, ամեն ֆիքսված պահ։ Եվ պարզեց։ Պարզեց, որ բոլոր ուշ հանդիպումները նշանակվել էին Մարինեի կողմից։ Որ բոլոր վարկաբեկիչ իրավիճակները կազմակերպված էին։ Որ նույնիսկ վարձու լուսանկարիչ կար, որը հետում էր նրանց։ Երբ առերեսվեց Մարինեի հետ, նա չժխտեց։ Դու երբեք իմը չէիր լինելու, ասաց նա, աչքերը վտանգավոր փայլով։ Ես միշտ քո կողքին եմ եղել։ Այս կայսրությունը քեզ հետ կառուցելիս։ Եվ հետո նա հայտնվում է։ Մի ոչ ոք։ Եվ հանկարծ ես մոռացվում եմ։ Մարինե, դու հիանալի մասնագետ ես։ Բայց մեր միջ երբեք դրանից ավելին չի եղել։ Կարող էր լինել։ Եթե դու ինձ հնարավորություն տայիր։ Նույնիսկ եթե Լիլիթը գոյություն չունենար, մենք երբեք միասին չէինք լինի։ Որովհետ ես քեզ չեմ սիրում։ Եվ ստիպել մի բան, որը գոյություն չունի, դաժանություն է, ոչ թե սեր։ Ուրեմն դու նրան ես ընտրում։ Այն ամենից հետո, ինչ արել եմ քեզ համար։ Այսքան տարիներ հետո։ Ես նրան եմ ընտրում։ Միշտ նրան կընտրեմ։ Մարինեն ժպտաց, բայց դա դատարկ ժպիտ էր։ Ուրեմն հուսով եմ, արժեր։ Որովհետ դու այսօր ավելին կորցրիր, քան մի աշխատակից։ Դու դաշնակից կորցրիր։ Նա նույն օրը հրաժարական տվեց։ Եվ Դավիթը, բոլոր ապացույցները ձեռքին, գնաց Լիլիթի մոտ։ Բայց երբ հասավ ծաղկի սրահ, այն, ինչ տեսավ, ստիպեց նրան սառչել։ Լիլիթը մայթին կանգնած էր, զրուցելով Ռուբենի հետ։ Նրանք չափազանց մոտ էին։ Եվ Ռուբենի ձեռքը նրա բազկին էր, մի մտերմիկ ժեստ, որը ստիպեց Դավիթի արյունը եռալ։ Նա ներս չմտավ։ Չառերեսվեց։ Պարզապես շրջվեց ու գնաց։ Եվ առաջին անգամ Լիլիթին ճանաչելուց ի վեր, Դավիթ Մելիքյանը զգաց, որ պարտվել է։ Այդ գիշեր Լիլիթը զանգ ստացավ Դավիթից։ Բայց նա չուզեց խոսել իրենց մասին։ Ուզեց խոսել ամուսնալուծության մասին։ Կարծում եմ, դու ի սկզբանե ճիշտ էիր։ Մենք տարբեր աշխարհներից ենք։ Եվ գուցե սա պարտադրելը անարդար է քո նկատմամբ։ Լիլիթը զգաց, թե ինչպես սիրտը փշրվեց։ Դու հանձնվում ես։ Ես քեզ ազատում եմ։ Դու արժանի ես մեկին, ով քո կյանք բարդություններ չի բերի։ Մեկին, ով պատկանում է քո աշխարհին։ Ռուբենի նման մեկին։ Եթե դա է այն, ինչ դու ուզում ես։ Ես Ռուբենին չեմ ուզում, Դավիթ։ Ես քեզ եմ ուզում։ Բայց իսկապես ուզում ես։ Թե հոգնել ես պայքարելուց։ Որովհետ ես ձեզ տեսա այսօր։ Տեսա, թե ինչպես է նա քեզ նայում։ Ինչպես ես դու նրան ժպտում։ Եվ մտածում եմ, թե արդյոք ես ասեր չեմ լինում, քեզ կապելով մի ամուսնության, որը միայն ցավ է բերում։ Լիլիթն այժմ լալիս էր։
Դու սխալ տեսար։ Ռուբենն ընկեր է։ Ոչ ավելին։ Գուցե նա պետք է ավելին լինի։ Գուցե նա քեզ ավելի շատ է արժանի, քան ես։ Եվ հետո նա անջատեց։ Իսկ Լիլիթը մնաց այնտեղ իր սենյակի լռության մեջ, բռնած հեռախոսը մտածելով, թե ինչպես ամեն ինչ այսքան սխալ գնաց։ Օրերը ձգձգվում էին։ Լիլիթը փորձում էր պահպանել բնականոն կյանքը, բայց դա անհնար էր։ Ծաղկի սրահը տուժում էր։ Հաճախորդները նրան խղճահարությամբ էին նայում։ Եվ Ռուբենը միշտ մոտակայքում էր։ Ուս առաջարկելով։ Սփոփանք առաջարկելով մի բան, որը պարզ էր թվում, բայց Լիլիթը գիտեր, որ ամեն ինչ ավելի կբարդացնի։ Կարինեն էր, որ նրան ուշքի բերեց։ Բառացիորեն։ Բռնեց Լիլիթի ուսերից թափահարեց։ Արթնացիր, աղջիկ։ Ինչ ես անում։ Փորձում եմ գոյատել։ Դու հանձնվում ես։ Այն տղամարդուց, ում սիրում ես։ Այն ամուսնությունից, որի համար պայքարել ես։ Ինչո՞վ։ Որովհետև դժվար էր։ Որովհետև չար մարդիկ ստեր տարածեցին։ Կարծում ես, սերը հեշտ է։ Որ դրա համար պայքարել պետք չէ։ Կարինե, ես հոգնել եմ։ Բոլորն են հոգնած։ Կարծում ես, Դավիթը չի հոգնել։ Որ նա քեզ պես չի տառապում։ Բայց փոխանակ դուք երկուսով խոսեք, միասին պայքարեք աշխարհի դեմ, դուք հեռանում եք իրարից։ Եվ գիտես, ով է դրանից հրճվում։ Մարինեն։ Նա հաղթում է։ Լիլիթը լուռ մնաց, մարսելով ընկերուհու խոսքերը։ Եվ էլի բան կա, շարունակեց Կարինեն։ Ռուբենը։ Ինչ է նա անում այստեղ, Լիլիթ։ Որովհետև այնտեղից, որտեղից ես եմ նայում, նա օգտվում է քո խոցելիությունից։ Նա ընկերություն է անում։ Նա գիշատիչի պես է վարվում։ Սպասում է հարձակվելու ճիշտ պահի։ Իսկ դու, ցավից կուրացած, չես տեսնում։ Կարինեի խոսքերը օրեր շարունակ արձագանքում էին Լիլիթի մտքում։ Եվ որքան շատ էր մտածում, այնքան ավելի էր հասկանում, որ ընկերուհին ճիշտ է։ Ամեն ինչում։ Ռուբենի մասին։ Հանձնվելու մասին։ Պայքարելու մասին։ Տիկին Սիրանուշն էր, որ վերջնական հրթիռը տվեց։ Մի գիշեր, երբ լուռ ընթրում էին, տիկինը նայեց դստերը պարզ ասաց. Հայրդ շատ կհիասթափվեր, եթե տեսներ, թե ինչպես ես հանձնվում։ Լիլիթը զարմացած բարձրացրեց աչքերը։ Նա հազվադեպ էր խոսում հոր մասին, որը հեռացել էր, երբ Լիլիթը երեխա էր։ Նա ինձ սիրում էր, շարունակեց տիկին Սիրանուշը։ Իր ծով, անկատար, բայց սիրում էր։ Եվ երբ ամեն ինչ դժվարացավ, երբ փողը վերջացավ, կյանքը սեղմեց, նա գնաց։ Հրաժարվեց մեզնից։ Եվ գիտես, ինչ սովորեցի դրանից։ Որ իսկական սերը առաջին դժվարությանը չի հանձնվում։ Չի հանձնվում երկրորդին, ոչ էլ երրորդին։ Իսկական սերը պայքարում է։ Նույնիսկ երբ անհնար է թվում։ Լիլիթը զգաց, թե ինչպես արցունքները թափվեցին։ Մամ, այնքան դժվար է։ Եվ կշարունակի դժվար լինել։ Կյանքը դժվար է, աղջիկս։ Բայց ավելի դժվար է, երբ մենակ ես դիմակայում։ Դու ունես մի տղամարդ, որը քեզ սիրում է։ Որը նույնիսկ հիմա, այս ամենից հետո, դեռ ամեն Աստծո օր ծաղիկներ է ուղարկում։ Մի տղամարդ, որը քեզ պես տառապում է։ Եվ դուք թույլ եք տալիս, որ վատ մարդիկ հաղթեն։ Դուք թույլ եք տալիս, որ վախը հաղթի։ Բայց եթե չստացվի, եթե փորձենք ու մի նույն է վերջանա, այդ դեպքում գոնե փորձած կլինեք։ Գոնե պայքարած կլինեք։ Բայց հանձնվել առանց պայքարելու, դրա համար կյանքիդ մնացած մասը կզղջաս։ Այդ գիշեր Լիլիթը որոշում կայացրեց։ Հաղորդագրություն ուղարկեց Դավիթին։ Պետք է խոսենք։ Պատասխանը եկավ րոպեներ անց։ Երբ որտեղ։ Վաղը։ Շուկայում։ Որտեղ ամեն ինչ սկսվեց։ Դավիթը շուտ եկավ։ Քայլում էր կրպակների միջով, հիշելով այն առաջին օրը։ Երբ ամեն ինչ պարզ էր։ Երբ բավական էր մի չեբուրեկի մի ժպիտ, որ նա իրեն լիարժեք զգար։ Լիլիթը նրան հեռվից տեսավ։ Նա կանգնած էր չեբուրեկի կրպակի դիմաց, ձեռքերը գրպաններում, նայելով ոչ մի տեղ։ Հոգնած էր թվում։ Տխուր։
Եվ այն սերը, որ նա զգում էր նրա հանդեպ, այնքան ուժեղ հարվածեց նրան, որ քիչ մնաց ընկներ։ Նա քայլեց դեպի նա։ Երբ Դավիթը տեսավ նրան, ինչ-որ բան փոխվեց նրա դեմքում։ Հույս, վախ, սեր, ամեն ինչ խառնված։ Պարզ ասաց նա։ Բար։ Նրանք կանգնած էին այնտեղ, չիմանալով ինչպես սկսել։ Այնքան բան կար ասելու։ Այնքան ներողություններ։ Այնքան բացատրություններ։ Լիլիթն էր, որ առաջինը խոսեց։ Ես վախկոտություն արեցի։ Ոչ։ Այո, արեցի։ Երբ ամեն ինչ դժվարացավ, փոխանակ քո կողքին պայքարելու, ես փակվեցի իմ մեջ։ Թույլ տվեցի, որ կասկածները մտնեն։ Թույլ տվեցի, որ մեկնաբանություններն ինձ վրա ազդեն։ Եվ ամենավատը, թույլ տվեցի, որ Ռուբենը մոտենա, երբ պետք է պարզ ասեի, որ իմ սիրտը քեզ է պատկանում։ Լիլիթ, դու պարտավոր չես, պարտավոր եմ, ընդհատեց նա։ Պետք է ասեմ։ Պետք է, որ դու իմանաս։ Ես քեզ սիրում եմ։ Սիրում եմ այնպես, որ վախեցնում է ինձ։ Եվ այո, ամեն ինչ դժվար է։ Այո, մենք խոչընդոտներ ունենք։ Բայց հրաժարվել քեզնից։ Դա կլիներ իմ կյանքի ամենամեծ սխալը։ Դավիթը մի քայլ արեց դեպի նա։ Ես ամեն ինչ պարզեցի։ Մարինեի մասին։ Լուսանկարների մասին։ Ապացույցներ ունեմ, որ ամեն ինչ կեղծիք էր։ Գիտեմ։ Կարինեն ինձ ասաց, որ դու հետաքննում ես։ Եվ դու չեկար ինձ հետ խոսելու։ Որովհետև վախենում էի։ Վախենում էի, որ նույնիսկ քո անմեղությունն ապացուցելուց հետո, մենք մի նույն է չենք կարողանա հաղթահարել ամեն ինչ։ Վախենում էի, որ աշխարհը միշտ կփորձի մեզ բաժանել։ Եվ ես հոգնել էի պայքարելուց, Դավիթ։ Բայց հետո մայրս ինձ մի բան հիշեցրեց։ Հիշեցրեց, որ իսկական սերը պայքարում է։ Միշտ պայքարում է։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին նրա դեմքով։ Այնպես որ, ես այստեղ եմ։ Պատրաստ պայքարելու։ Եթե դու դեռ ինձ ուզում ես։ Եթե դեռ մեզ համար հնարավորություն կա։ Դավիթը նրան քաշեց իր գիրկն այնքան ուժեղ, որ Լիլիթը հազիվ կարողացավ շնչել։ Եթե դեռ քեզ ուզում եմ։ Լիլիթ, դու այն օդն ես, որը ես շնչում եմ։ Այն պատճառն ես, որի համար ամեն օր արթնանում եմ։ Ես այդ ծաղիկներն ուղարկում էի ոչ թե այն հույսով, որ մենք կվերամիավորվենք, այլ որովհետև նույնիսկ եթե չվերամիավորվեինք, ես պետք է որ դու իմանայիր, որ իմ սերը պիտանելիության ժամկետ չունի։ Նրանք համբուրվեցին այնտեղ, շուկայի մեջտեղում, վաճառողների գնորդների հայացքների ներքո։ Եվ ոմանք ծափահարեցին։ Որովհետև նրանք, ովքեր նրանց ճանաչում էին, ովքեր հետել էին պատմությանը ի սկզբանե, գիտեին, որ այդ համբույրը հաղթանակ էր։ Ոչ միայն նրանց, այլ սիրո։ Իսկական սիրո, որը գոյատում է փոթորիկներից հետո։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին արցունքների միջով։ Ուրեմն ինչ ենք անում հիմա, հարցրեց Լիլիթը։ Վերսկսում ենք։ Ավելի ուժեղ։ Ավելի միասնական։ Եվ այս անգամ ոչինչ ոչ ոք մեզ չի բաժանի։ Իսկ Ռուբենը։ Ես նրան պարզ կբացատրեմ, որ վերջացել է։ Որ երբեք հնարավորություն չի եղել։ Եվ դա կանեմ քո կողքին, որպեսի կասկածներ չլինեն։ Իսկ Մարինեն։ Արդեն գնացել է։ Եվ իր հետ տարել է ողջ թույնը։ Ընկերությունը վերականգնվում է։ Ներդրողները վերադարձել են։ Եվ ամենակարևորը, ես մի բան սովորեցի։ Ինչ։ Որ ոչ մի բիզնես, ոչ մի պայմանագիր, ոչ մի շենք քեզնից ավելի արժեքավոր չէ։ Եթե ես պետք է ընտրեի կայսրության քո միջ, կընտրեի քեզ առանց վարանելու։ Լիլիթը նորից համբուրեց նրան։ Դու ստիպված չես լինի ընտրել։ Որովհետև մենք կստիպենք, որ ստացվի։ Երկու աշխարհները։ Միասին։ Եվ ստացվեց։ Հաջորդ ամիսներին Լիլիթն ու Դավիթն աշխատեցին վերականգնելու ոչ միայն իրենց ամուսնությունը, այլ իրենց կյանքը։ Սահմաններ դրեցին։ Նրա աշխատանքի հետ։ Այն մարդկանց հետ, որոնք մտնում էին իրենց կյանք։ Ամեն ինչի հետ։ Ռուբենը վերջին անգամ փորձեց։ Հայտնվեց ծաղկի սրահում, պատրաստ պայքարելու Լիլիթի համար։
Բայց երբ տեսավ նրան Դավիթի հետ, երբ տեսավ, թե ինչպես են նրանք իրար նայում, ինչպես են լրացնում միմյանց, նա հասկացավ. Եվ արժանապատվությամբ հեռացավ. ասաց, որ մաղթում են նրան երջանկություն։ Եվ Լիլիթը հավատաց, որ նա անկեղծ է։ Դավիթի ընկերությունը ոչ միայն վերականգնվեց, այլ աճեց։ Նա նոր սոցիալական ծրագրեր ներդրեց, այդ թվում մեկը, որը անապահով համայնքներից մարդկանց էր աշխատանքի վերցնում շինարարությունում։ Եվ միշտ, ամեն նոր գրասենյակում, որ բացում էր, Լիլիթի ծաղիկներն էին։ Միշտ Լիլիթի ծաղիկները։ Ծաղկի սրահը նույնպես աճեց։ Ներդրումների սիրո շնորհիվ այն դարձավ քաղաքի լավագույններից մեկը։ Ոչ թե որովհետև պատկանում էր միլիարդատիրոջ կնոջը, այլ որովհետև Լիլիթի աշխատանքը բացառիկ էր։ Եվ մարդիկ դա գնահատում էին։ Տիկին Սիրանուշի առողջությունը լավացավ, հանգիստ լինելով, որ դուստրը երջանիկ է։ Կարինեն գտավ իր սեփական սերը մի պատմության ուսուցչի, որը ամեն շաբաթ խանութ էր գալիս միայն նրան տեսնելու համար։ Եվ թաղամասը տոնում էր ամեն հաղթանակ, կարծես իրենը լիներ։ Հաշտությունից 1 տարի անց, մի առոտ շաբաթ առավոտ, Լիլիթն ու Դավիթը վերադարձան շուկա։ Չեբուրեկի գնեցին։ Նստեցին նույն կարմիր նստարանին։ Եվ այնտեղ, մրգերի կրպակների վաճառողների ծանոթ ձայների միջ, նրանք նայեցին միմյանց ժպտացին։ Գիտես, ինչ եմ հայտնաբերել, ասաց Դավիթը, գծելով չեբուրեկին։ Ինչ։ Որ երջանկությունը խնդիրների բացակայությունը չէ, այլ ճիշտ մարդու կողքիդ լինելն է, երբ խնդիրները հայտնվում են։ Լիլիթը բռնեց նրա ձեռքը։ Իսկ ես հայտնաբերել եմ, որ իսկական սերը ֆիլմերինը չէ։ Կատարյալ կամ հեշտ չէ։ Քրտնաջան է, բարդ մարտահրավերներով լի։ Բայց երբ իսկական է, արժե ամեն արցունքին, ամեն պայքարին, ամեն կասկածի պահին։ Որովհետև վերջում մենք միշտ վերադառնում ենք։ Միշտ, համաձայնեց նա։ Եվ այսպես, արածաղիկների երիցուկների, չեբուրեկի սուրճի, երկնաքերերի բետոնի ծաղկի սրահի հողի միջ, երկու տարբեր աշխարհներ գտան համագոյակցելու միջոց։ Ոչ առանց մարտահրավերների։ Ոչ առանց դժվարությունների։ Բայց սիրով։ Հարգանքով։ Եվ այն համոզմամբ, որ միասին միշտ ավելի ուժեղ կլինեն։ 6 ամիս անց, մի հանգիստ առավոտ, Լիլիթն արթնացավ, զգալով ինչ-որ տարբեր բան։ Սրտխառնոց։ Գլխապտույտ։ Եվ մի կասկած, որը ստիպեց նրան վազել դեղատուն, նախքան Դավիթին արթնացնելը։ Երբ նա արթնացավ, գտավ Լիլիթին նստած մահճակալին, ձեռքերում մի փոքրիկ բան բռնած։ Նրա դեմքին արցունքներ կային, բայց դա երջանիկ լաց էր։ Ինչ է դա, հարցրեց նա, դեռ քնաթաթախ։ Լիլիթը մեկնեց հղիության թեստը։ Ապագան։ Մեր ապագան է։ Դավիթը նայեց դրական արդյունքին, հետո Լիլիթին։ Եվ երկրորդ անգամ նրան ճանաչելուց ի վեր, նա լացեց։ Լացեց մաքուր ուրախությունից։ Լացեց այն հրաշալի կնոջ համար, որն իր կողքին էր։ Լացեց այն ընտանիքի համար, որը նրանք կառուցում էին։ Մենք երեխա ենք ունենալու, շշնջաց նա։ Մենք երեխա ենք ունենալու, կրկնեց նա, նրան քաշելով գրկի մեջ։ Եվ մենք այս երեխային կմեծացնենք երկու աշխարհների լավագույնով։ Այն ուժով ու վճռականությամբ, որը դու ինձ սովորեցրիր։ Այն ռեսուրսներով, որոնք ես կարող եմ տրամադրել։ Եվ ամենից վեր, սիրով։ Շատ սիրով։ Եվ սեր, նրանք առատորեն ունեին։ Հղիության ամիսները կախարդական էին։ Դավիթը ներկա էր ամեն այցելության, ամեն ուլտրաձայնային հետազոտության, առավոտյան սրտխառնոցի ամեն պահի։ Ծաղկի սրահը նոր անկյուն ունեցավ, որտեղ Լիլիթը հատուկ ծաղիկներ էր տնկում երեխայի համար։ Եվ նրանց բնակարանը, որն այժմ ընդարձակ, բայց հարմարավետ տուն էր, սիրով պատրաստվում էր։ Կարինեն կազմակերպեց մանկական խնջույքը։ Տիկին Սիրանուշը ծածկոցներ գործեց։ Եվ ողջ թաղամասը հետում էր ամեն փուլին, կարծես այդ երեխան բոլորինը լիներ։ Ինչ-որ առումով, այդպես էլ կար։ Երբ Լիլիթի երկունքը սկսվեց, Դավիթը քիչ մնաց ուշաթափվեր։ Նա, ով հարյուրավոր մարդկանցով հանդիպումներ էր ղեկավարում, ով միլիոնների հետ կապված որոշումներ էր կայացնում, լիովին հուսահատված էր։ Շնչիր, Դավիթ, ասաց Լիլիթը կծկումների միջ։ Դու ինձնից ավելի ես նյարդայնացած։ Սա իմ առաջին երեխան է։ Պատասխանեց նա, բռնելով նրա ձեռքն այնքան ուժեղ, որ նա ծիծաղեց, չնայած ցավին։ Իմն էլ։
Եվ մենք լավ կլինենք։ Երեքով։ Եվ լավ եղան։ Ժամեր 12-ից հետո ծնվեց մի աղջիկ։ Փոքրիկ, կատարյալ, հոր կապույտ աչքերով մոր շագանակագույն մազերով։ Նրան անվանեցին Էլեն։ Հույս, հունարեն։ Որովհետ նա հենց դա էր ներկայացնում։ Այն հույսը, որը նրանք կրել էին բոլոր փոթորիկների միջով։ Երբ Դավիթն առաջին անգամ գրկեց դստերը, ինչ-որ բան փոխվեց նրա մեջ։ Նայեց այդ փոքրիկ էակին հասկացավ, որ կանի ամեն ինչ, ցանկացած զոհողություն նրան պաշտպանելու սիրելու համար։ Նա կատարյալ է, շշնջաց նա։ Նա մերն է, ասաց Լիլիթը, աչքերը սիրով լի։ Եվ ես չէի կարող պատկերացնել սա անել որևէ մեկի հետ, բացի քեզնից։ Մինչ գիշերն իջնում էր երանի վրա, Լիլիթը նայում էր, թե ինչպես է Դավիթը ցածրաձայն երգում Էլենի համար։ Մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցան։ Այն ապտակի մասին, որը փոխեց ամեն ինչ։ Այն պայքարների մասին, որոնց դիմակայեցին։ Այն արցունքների մասին, որոնք թափեցին։ Եվ այն հաղթանակների մասին, որոնք նվաճեցին։ Եվ հասկացավ, որ արժեր։ Ամեն վայրկյան։ Ամեն պահ։ Որովհետև իսկական սերը, այն, որը հաղթահարում է դասակարգային պատնեշները, որը դիմանում է բամբասանքի փոթորիկներին, որը գոյատում է անվստահություններից ու կասկածներից հետո, այդ սերը հազվագյուտ էր։ Թանկարժեք էր։ Եվ նրանք գտել էին այն։ Հեշտ չէր։ Կատարյալ չէր։ Բայց իրենցն էր։ Եվ դա էր միակ կարորը։ Դավիթը նայեց Լիլիթին ժպտաց։ Այն ժպիտը, որը միայն իրենն էր։ Եվ առանց խոսքերի, որովհետև նրանք խոսքերի կարիք չունեին, նրանք հասկացան։ Հասկացան, որ գեղեցիկ բան են կառուցել։ Իսկական բան։ Հավերժական բան։ Ընտանիք։ Եվ այնտեղ, այդ հիվանդանոցային սենյակում, խաղաղ քնած նորածին երեխայի հետ, Լիլիթն ու Դավիթը նոր ուխտ կնքեցին։ Շարունակելու պայքարել, շարունակելու սիրել, շարունակելու ընտրել միմյանց։ Ամեն Աստծո օր։ Որովհետև, ի վերջո, սերը ճակատագիր չէ։ Ընտրություն է։ Մի ընտրություն, որը նրանք միշտ կանեին։ Ընդմիշտ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի բուռն պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։